Այսօր մի բավական հետաքրքիր նյութ ունենք խոսելու բանավիճելու, դա Իրանի ազգային և կրոնական փոքրամասնություններն են։ Մեր բանախոսը պարոն Վարդան Ոսկանյանն է, Երևանի պետական համալսարանից, հարցի մասնակետ, որը տիրապետում է բոլոր այդ տարբեր լեզուներին և ի տարբերություն շատ միջազգային հարաբերությունների մասնակետների, որոնք երբևէ չեն աշխատել այդ ոլորտում, բայց դասավանդում ունեն, ինքը լինելով արևելագետ եղել այդ երկրներում բազմաթիվ անգամներ և բնականաբար առաջին աղբյուրից կխոսի։ Խնդրեմ, պարոն Ոսկանյան։ Բարդս, շնորհակալ եմ պարոն Պապյան հրավերի համար։ Այսօրվա մեր դասախոսությունը նվիրված կլինի Իրանի ընդհանրապես էթնիկական կազմին, ավելի ճիշտ է լինել երևի վերնագիրը այսպես ձևակերպել Իրանի էթնիկական կազմը, որի ընթացքում մենք խոսենք տարբեր էթնիկական դավանական խմբերի մասին և ինչու չէ նաև կրոնական փոքրամասնությունների մասին Իրանի կրոնական պատկերը ընդհանուր առմամբ կներկայացնենք, որովհետև բացի հայտնի 12 իմամական շիական այդ ուղղությունից Իրանում կան այդ կրոնական ուղղություններ ևս թե մահմեդական ուղղություններ, թե ոչ մահմեդական ուղղություններ։ Այս առումով մինչև հիմնական դասախոսությանն անցնելը կուզենայի որոշ մի քանի եզրաբանական ճշգրտումներ կատարել, որպեսզի հասկանալի լինի հետագայում նյութը։ Ընդհանուր առմամբ պետք է նկատի առնել, որ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրությունը չի ճանաչում որևէ ազգային փոքրամասնություն, էթնիկական խումբ եւ այլն։ Սահմանադրությունը ընդհանուր առմամբ հիմնված է փաստորեն իսլամական շարիաթի վրա, իսլամական կանոնակարգի վրա եւ այս առումով ազգային եւ էթնիկական խմբեր չի ճանաչում Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես, բայց սա չի նշանակում, որ չի ճանաչում տարբեր լեզուների, տարբեր մշակույթների առկայությունը իր տարածքում։ Այս տեսանկյունից ըստ Իրանի սահմանադրության կան միայն կրոնական փոքրամասնություններ, դրանք նախ եւ առաջ քրիստոնյաներն են, այնուհետև զրադաշտականները, հին իրանական, միջիսլամական Իրանի այդ կրոնի հետևորդները, ինչպես նաև հուդայականները կամ մովսիսականները, որոնք բնականաբար Իրանի տարածքում միայն հրեաներն են։ Եթե մենք նայելու լինենք գիտական մոտեցման տեսանկյունից, ապա Իրանի տարածքի բնակչությունը կարելի է զանազանել երկու հատվածով, դա ազգային փոքրամասնություններն են և տարածքի տեղաբնիկ էթնիկական խմբերը, որոնք բաժանվում են ըստ լեզվական պատկանելության մի քանի ենթախմբերի։ Ինչու ենք մենք տարբերակում ազգային փոքրամասնություն և տեղաբնիկ ժողովուրդ հասկացությունները, որովհետև ասենք օրինակ Իրանի պարագայում կան ժողովուրդներ, որոնց պատմական հայրենիքը, պատմական ձևավորման արեալը, ընդհանրապես առաջացման, գոյացման արեալը գտնվում է հենց Իրանի տարածքում, դրա համար նրանք իրենց հայրենիքում չեն կարող լինել ազգային փոքրամասնություն, կարող են լինել փոքրամասնություն թվաքանակի առումով հայմատած ուրիշ խմբի հետ, բայց այսուհանդերձ դրանք տեղաբնիկ ժողովուրդներ են, այսինքն նրանք բնակվում են իրենց հայրենիքում։ Կան ժողովուրդներ, որոնք ազգային փոքրամասնություն են։ Բերեմ այսպիսի մի հետաքրքիր օրինակ, ներկայիս Իրանի այս հատվածներում Ատրպատականի հատվածում չաշխատեց։ Ատրպատականի տարածքում, եթե նայեք, Ուրմիա լիճը մոտավորապես պատկերացրեք, այդ հատվածը երևի նստել է։ Ատրպատականի հատվածում հայերը տեղաբնիկ ժողովուրդ են, այսինքն հայերը որևէ տեղից այդտեղ չեն տեղափոխվել, դա հայ ժողովրդի պատմական Հայաստանի մի հատվածն է եղել ժամանակի ընթացքում պարսկահայքը, չէ, որը հետագայում, այսպես ասած, այսօրվա ընկալումով Ատրպատականի համարվում է Իրանի տարածք, որովհետև Ատրպատականը պատմականորեն ամենևին հյուսիսից Արաքսով չէր սահմանափակվում, Ատրպատականը Արաքսից ավելի հարավ էր, եւ դա հայտնի իրողություն է ընդունելի նաեւ իրանցի գիտնականների կողմից։ Այսօրվա պայմանական բաժանումը ըստ որի Արաքսից հարավ գտնվում է Ատրպատականը պատմականորեն ճշմարտացի չէ։ Ինչևից է,
Ատրպատականի տարածքում, այսօրվա անկալման ատրպատականի տարածքում հայությունը տեղաբնիկ ժողովուրդ է, որտեղ Խոյի Սալմաստը, Պարսպատոնիքը, Ղարադաղ կամ Արասվարան պարսկական եզրաբանության, դրանք եղել են Հայաստանի մի մաս եւ բնականաբար հայ ժողովրդի ձևավորման, գոյացման կենտրոններից մեկը։ Ինչ վերաբերում է Սպահանի շրջանում հայությանը, ավելի հարավ, գիտեք նոր ջուղան հայտնի Շահ-Աբբասի գաղթի հետևանքով այդտեղ ձևավորված հայկական համայնքներին կամ Իրանի այլ վայրերում ձևավորված հայկական համայնքներին, որտեղ պատմականորեն հայություն չի եղել, մասնավորապես Կասպիան այս նահանգներում, Գիլան, Մազանդարան, Կասպից ծովի հարավային շրջաններում, այդտեղ հայերը արդեն ազգային փոքրամասնություն են։ Մոտավորապես այս օրինակը բերեցի, որպեսզի տարբերակումը ավելի հստակ լինի։ Կամ ենթադրենք Իրանի արևելքում գտնվող թուրքմենները ազգային փոքրամասնություն են, որովհետև նրանք տեղաշարժվել են, եկել են Իրանի տարածք, հաստատվել են Իրանի տարածքում, բայց ատրպատականցիները, որոնք թուրքալեզու են, որպես կանոն մեծամասամբ տեղաբնիկ ժողովուրդ են, որտեղ տեղի բնակչությունն է, որը ուղղակի անցում է կատարել թուրքալեզվության, այսինքն լեզվական տեղաշարժը տեղի ունեցել։ Այս տեսանկյունից այս երկու խմբերի զանազանում ընդհանրապես էթնոլոգիական խնդիրներում շատ կարևոր է, որովհետև հաճախ տեղի ունենում շփոթ, ասենք Ադրբեջանական Հանրապետության պարագայում հաճախ այդտեղի տեղաբնիկ ժողովուրդները անվանվում են ազգային փոքրամասնություն, սա կարևոր է նաև իրավունքների տեսանկյունից, որտեղ տեղաբնիկ ժողովուրդները հստակորեն տարբերակվում են ազգային փոքրամասնություններից, նաև իրավական տարբեր խնդիրների առումով։ Հիմա եթե նայելու լինենք Իրանի տարածքին, ապա ես երևի որ հանրам ավելի հարմար կլինի, որտեղ Եթե նայելու լինենք Իրանի տարածքին, ապա մենք ունենք, ինչպես արդեն նշեցի, տարբեր լեզվական խմբերի պատկանող բնակչություն, ընդհանրացնելով այդ լեզվախմբերի պատկանող բնակչությանը, մենք պետք է խոսենք իրանալեզու բնակչության մասին նախ եւ առաջ։ Իրանալեզու չի նշանակում դեռևս պարսկալեզու։ Պարսկերենը իրանական լեզուներից մեկն է, ինչպես սլավոնալեզուն դեռևս չի նշանակում բացառապես ռուսալեզու, որտեղ ռուսերենը սլավոնական լեզուներից մեկն է։ Հիմա մենք ունենք իրանալեզու բնակչություն, ունենք թյուրքալեզու բնակչություն, քանի որ լսարանը հավանաբար ոչ արևելագետներից է բաղկացած, ասեմ, որ թուրքերեն եւ թյուրքերեն հասկացությունները տարբեր հասկացություններ են։ Թյուրքական ասելով մենք հասկանում ենք նաև թուրքերենը ներառյալ այլ լեզուներ եւս, որոնք պատկանում են թյուրքական լեզու ընտանիքին, օրինակ ղազախերենը, ուզբեկերենը, չգիտեմ, ադրբեջաներենը, դրանք թյուրքական լեզուներ են, այդ թվում նաև թուրքերենն է թյուրքական լեզու, իսկ թուրքական է բացառապես այն, ինչը պատկանում է կամ ինչը առնչվում է, ինչը վերաբերում է, ինչով նշանակվում է Թուրքիայի հետ որևէ կապ ունեցող կամ թուրքական հանրապետության հետ որևէ կապ ունեցող հատկանիշ, հանգամանք, չգիտեմ, երևույթ եւ այլն եւ այլն։ Այս առումով ադրբեջանցիները թուրքեր են, բայց թուրքեր չեն։ Թուրքերն էլ թուրքեր են։ Հասկացաք տարբերակումը, թուրք եւ թուրք եզրերի տարբերակումը։ Հիմա կա թյուրքալեզու բնակչություն Իրանի տարածքում, կա սեմախոս բնակչություն, սեմական լեզուներով խոսող բնակչություն, դրանք քանի որ փոքրաթիվ են միանգամից նշեմ, դրանք նախ եւ առաջ ասորիներն են, որոնք պատմականորեն բնակվում են Ուրմիա լճից արևմուտք են գած տարածքներում, արամեացիների ժառանգները, դրանք հրեաներն են, որոնք Իրանի տարածքում հայտնվել են տարբեր գաղթերի արդյունքներում, մասնավորապես Հայաստանից, ինչպես գիտեք, պատմական սկզբնաղբյուրներից Շապուհի II-ի իրականացրած հրեաների գաղթի ճանապարհով, երբ Արտաշատից, չգիտեմ, պատմական Հայաստանի այլ քաղաքներից հրեաներ տեղափոխվեցին Իրան, եւ ունենք փոքր խումբ մանդեացիները, որոնք բնակվում են Իրանից այլ արևմուտքում, այստեղ քարտեզի վրա նշված չէ, որոնք ունեն նաեւ հատուկ կրոն, առանձին կրոնական համակարգ, որը նույնպես սեմական, այսպես ասած, աբրահամյան կրոնների խառնուրդ է եւ տարատեսակ մի խոսքով բարդ կրոնական համակարգ է, որին հիմա չենք անդրադառնա բնականաբար թեմայից դուրս լինելու պատճառով։ Հիմա այս խմբերից բացի մենք ունենք հայալեզու բնակչություն, ասեմ, որ հայերենը եւ իրանական լեզուները ցեղակից են, բայց հնդեվրոպական մակարդակում, եթե մենք հնդեվրոպական մակարդակով նայենք, այո, հայերենը եւ իրանական լեզուները ցեղակից են, բայց հայերենը իրանական լեզու չէ։ Եվ ունենք դրավիդյան խմբի լեզուներով, այսպես ասած, խոսող բնակչություն, դա մի էթնիկական խումբ է, բրահուիները, որոնք բնակվում են Իրանից այլ հարավ-արևելքում, բելուջների, իրանախոս բելուջների շրջանակում, դրավիդյան լեզուները, դրանք Հնդկաստանի հարավի լեզուներն են, թամիլերեն, չգիտեմ, կանադա, տելուգու եւ այլն եւ այլն։ Ամենահայտնի, այսպես ասած, քաղաքական շարժում կար, չէ, թամիլների, այսպես ասած,
վագրեր եւ այլն, որը նաեւ ահաբեկչական գործունեություններ իրականացնում Շրի Լանկայի տարածքում, դրանք դրավիդյան ժողովուրդներ են, որոնք տարածքի մինչ իրանական, մինչ հնդարիական բնակչությունն են կազմում, որովհետեւ իրանախոս ցեղերը եւ հնդարիական լեզուներով խոսող ցեղերը այս տարածքներն մուտք գործել ավելի ուշ շրջանում, իրանական սարահարթը ավելի ուշ է նվաճել եւ այդտեղ տարածել իրենց լեզուները, որոնք հնդեվրոպական ծագում ունեն։ Հիմա այս պատմական ակնարկից հետո մենք կխոսենք բնականաբար իրանալեզու ժողովուրդներից, որովհետև Իրանը ոչ միայն քաղաքական առումով է, այսպես ասած, իրանալեզու ժողովուրդների ձևավորած ամենամեծ պետությունը, այլև մշակութային քաղաքակրթական ընդհանուր առումով։ Այս տեսանկյունից, եթե նայելու լինենք, պետք է տարբերակել երկու Իրաններ, մեկը քաղաքական Իրանն է իր այսօրվա սահմաններում, մյուսը մշակութային կամ քաղաքակրթային Իրանը, կամ քաղաքակրթական Իրանը ավելի ճիշտ, որը սկսվում է արևելքից Ինդոս գետից եւ այստեղ քարտեզի վրա չկա, տարածում ընդհանուր մինչեւ Եփրատը, այդ առումով մշակութային ազդեցության առումով նաեւ կարևոր դեր կատարած լինելով հայերիս կյանքում, հայերիս մշակույթի եւ պատմության ասպարեզում։ Եվ հյուսիսից հարավ եթե նայելու լինենք, ապա դա Կովկասյան լեռներից մինչև բնականաբար Պարսից ծոց, եթե մշակութային ազդեցությունները նայելու լինենք, նաև Պարսից ծոցից անդին իրանական մշակույթի տիրույթներ են եղել ժամանակին։ Հիմա Իրանի ամենամեծաթիվ բնակչությունը, ինչքան էլ պարադոքսալ թվա, բավական բարդ խնդիր է առաջացնում էթնիկական բնորոշման, էթնիկական տարորոշման տարբերակելու առումով։ Հայերիս համար Իրանի բնակչությունը որպես կանոն անկախ էթնիկական, լեզվական, դավանական պատկանելությունից պարսիկներ են, չէ՞, պարսիկ ենք մենք անվանում ընդհանրապես Իրանի ողջ բնակչությանը, ինչպես որպես կանոն ռուս ենք անվանում սլավոնալեզու բոլոր հանրապետությունների բնակչությանը, չգիտեմ հայերի կենցաղային մակարդակով հայերի համար ռուս են, թե ռուսները, թե ուկրաինացիները, թե բելառուսները, երբեմն նաև մերձվարդյան ժողովուրդները։ Իրանում պարսիկ եզրը ինքը բավական խնդրահարույց է, որովհետև մենք հստակորեն չենք կարող ինչքան էլ տարօրինակ թվա տարորոշել, որոշարկել, թե ում պետք է համարել պարսիկ։ Մասնավորապես առաջին խնդիրը, որը ծագում է, կամ առաջին մոտեցումը, որը մարդու մտքում ի հայտ է գալիս, դա այն է, որ պարսիկ պետք է համարել բոլոր նրանց, որոնց համար պարսկերենը մայրենի լեզու է։ Դա հայկական ընկալումն է, այսպես ասած, էթնիկական ինչ-որ առումով հայերիս քաջածանով, այսինքն մարդը, որի համար հայերենը մայրենի լեզու է, բնականաբար հայ է, այլ մարդ չի կարող լինել, բայց Իրանի բարագայում ամենևին այդպես չէ։ Ասենք մենք ունենք ադրբեջանցի թյուրքալեզուներ, որոնք տեղափոխվել են Թեհրան, որոնց երկրորդ սերունդը այլևս չգիտի թյուրքերեն կամ ադրբեջանյան թյուրքերեն եւ անցել է պարսկախոսության։ Հիմա դրանց համարել պարսիկներ, թե համարել ոչ պարսիկներ, համարել թյուրքեր, թե ոչ թյուրքեր, բավական բարդ խնդիր է։ Ինչու է խնդիրը բարդ, որովհետեւ պատմականորեն արդեն ես նշեցի, իսլամը ազգությունների խնդիրը մի փոքր այլ դիտակետից է նայում, ինչպես ժամանակին քրիստոնեությունը եւս, այսինքն ազգի ժամանակակից ընկալումը կամ էթնիկական խմբի ժամանակակից ընկալումը Իրանի տարածքում հայտնվել է բավական ուշ, ավելի ուշ, քան նման գաղափարներ ձևավորվեցին բնականաբար Եվրոպայում, հետագայում տարածում ստացան աշխարհով մեկ, եւ այս տեսանկյունից իսլամն էլ իր, եթե կարելի է այստեղ բացասական համարել, այս առումով բնականաբար բացասական դերը կատարել է, որովհետեւ արդեն իսկ նշեցի, որ իսլամը չի ճանաչում ազգություն, ճանաչում է կրոնական համայնք, ումմա, բնականաբար Իրանն էլ լինելով իսլամական երկիր առնվազն արաբական նվաճումից հետո երկար դարերի ընթացքում նաև լինելով շիականության խոշորագույն կենտրոնը աշխարհում, այս գաղափարներից իրանական ազգի ընկալումները, իրանական ազգի տեսությունը, եթե կարելի է այդպես ասել, ազդվել են։ Հիմա մինչև 19-րդ դարը, եթե մենք նայելու լինենք, ընդհանրապես տարբերակումը ընթանում է դավանական պատկանելության սկզբունքով, այսինքն մահմեդական քրիստոնյա, մահմեդականի տակ հասկացում էր բնականաբար շիան, որտեղ Սեֆյանների ժամանակաշրջանից ի վեր, Շահ Իսմայիլի այդ հիմնած պետությունից ի վեր, Իրանը բացառապես հանդես է գալիս որպես շիայականության ջատագով։ Կա թյուր ընկալում, թե Իրանը մշտապես եղել է շիայական երկիր, արաբական նվաճումից հետո շիիզմի կենտրոն է եղել եւ այլն, որը ինչպես արդեն նշեցի, թյուր ընկալում է Իրանի համատարած շիայականությունը սկսվել է Սեֆյանների օրոք միայն,
Շահ Իսմայելից սկսած, անշուշտ շիաներ կային, բայց որպես պետական համակարգ, պետական գաղափարախոսություն։ 12 իմամական շիիզմը արմատավորվել է Իրանում Սեֆյանների դարաշրջանում կամ այդ դարաշրջանից սկսած։ Բնականաբար այս ամենի մեջ պատմական ընկալումը պարսիկ եզրի որպես էթնիկական նշանակյալի, էթնիկական որոշակչի կորել է։ Եթե մենք նայում ենք, ապա ասենք Աքեմենյան արքաների արձանագրություններում ամենահայտնի արձանագրությունը թերևս բոլորը գիտեն, որտեղ Հայաստանի առաջին հիշատակությունն այդտեղ է հանդիպում, Բեհիստունյան արձանագրությունում ինքը Դարեհը իրեն անվանում է Փարսա, այսինքն պարսիկ, մեր եզրաբանությամբ, ավելի շուտ որոշարկում է իրեն որպես արիա, իր եզրով, այսինքն արի, ոչ թե արիացի, այլ արի, կասեմ տարբերությունը ինչումն է, հետո ավելի մանրամասնում է, որ ինքը այդ արիների մեջ Փարսա, այսպես ասած, էթնիկական խմբին է պատկանում, կամ պարսիկ է։ Ինչու է այդպես, որովհետև ընդհանրապես ավելի պարզ ներկայացնեմ, որպեսզի հասկանալի լինի, այսօրվա պատկերավոր ասած հնդիկների եւ իրանցիների նախնիները իրենց ինքնանվանումը եղել են, իրենց կոչել են արիա եզրով, որը որևէ լիցք չունի իր մեջ, չի նշանակում ավելի լավ մարդ քան մյուսներն էին, ավելի խիզախ մարդ քան մյուսներն էին եւ այլն եւ այլն։ Ուղղակի սովորական ինքնանվանում, ինչպիսին, ասենք, հայ ինքնանվանումն է, արաբ ինքնանվանումն է, չգիտեմ, ռուս ինքնանվանումն է եւ այլ ինքնանվանումներ։ Հասկանալի է։ Հետագայում, որ արդեն Եվրոպայում, այսպես ասած, հայտնի գաղափարախոսության տարածման շրջանակներում դիրարության մեջ մտցվեց արիացի եզրը, տեսեք արի եւ արիացի տարբերությունը։ Ըստ որում հայկական աղբյուրներում կա արիաց արքա, Իրանի արքային են կոչում, այսինքն արիների արքան։ Արիացի եզրը ավելի շուտ քաղաքական եզր է, արի եզրը էթնիկական, էթնոլոգիական, լեզվաբանական եզր, եթե համառոտ ասելու լինեմ։ Հիմա Դարեհը իրեն որոշարկում է որպես արի, այսինքն արիական ինքնության կրող եւ մասնավորեցնում որպես պարսիկ։ Հետագա դարերի ընթացքում, եթե մենք նայում ենք, բնականաբար գրավոր աղբյուրներն են մեր հիմնական տվյալներ կրող, ինֆորմացիա կրող, այսպես ասած, շրջանակը դա գրական աղբյուրներն են, ուրեմն հետագա դարերի ընթացքում մենք հանդիպում ենք Սասանյանների օրոք, մենք հանդիպում ենք պարսիկ եզրին, որը հայրենը վերցնում է, այսինքն մենք պարսիկների համար մինչև այսօր կիրառվող մեր էթնիկական այդ նշանակյալը վերցնել ենք իրենց պարսիկներից, իրենց վերջավորությունով, իրենց ամեն ինչով, պարսիկ ընդհանրապես իկով, որ կա պարսիկ, հնդիկ, տաջիկ եւ այլն, իրանական էթնիկական անվանումներ են, որոնք հայերին են անցել իրանցիներից։ Ուրեմն պարսիկ եզրը, որը կիրառվում է թե լեզվի համար, այսինքն լեզու, որով խոսում էին, որով գրում էին, եւ թե էթնոսի համար, էթնիկական միավորի համար, որը խոսում էր այդ լեզվով, եւ որը հաճախ հակադրվում էր Պահլավիկ եզրին, որը նշանակյալն էր պարթևների, այսինքն ասենք ասում այս արձանագրությունը կամ այս, չգիտեմ, մագաղաթը ես գրեցի պարսիկ եւ պահլավիկ լեզուներով։ Հասկանալի, այսինքն պարսկերենով նկատի ունի միջին պարսկերենը եւ պարթևերենը, նկատի ունի պարթևերենի, այսպես ասած, այդ միջին փուլը, միջնադարյան վիճակը։ Ունենք այլ էթնոնիմներ եւս, մասնավորապես ունենք, չգիտեմ, սակջիկ եզրը, որով բնորոշում են իրանական այլ մեկ այլ ժողովրդի, սակերին կամ սկյուրտներին, որը հայտնի է նաեւ մեր պատմահոր հաղորդումից, չէ, Ռուստամ Սակջիկը, Ռուստամը նշանավոր հերոսը, հետագայում Շահնամեի նշանավոր հերոսը, որը սակ էր, սկյութ էր ծագումով, չէ, հետագայում իրանական ազգային էպոսի կենտրոնական կերպարը, եւ այլ էթնիկական նշանակյալներ եւս իրանալեզու ժողովուրդների համար։ Այսուհանդերձ պարսիկ եզրը դարերի ընթացքում կորցնում է իր էթնիկական նշանակյալ լինելու հանգամանքը հատկապես իսլամական նվաճումների եւ իսլամի գաղափարախոսության տարածումից հետո եւ մասնավորեցվում բացառապես լեզվի վրա։ Միջին պարսկերենից նոր պարսկերեն անցման ժամանակ այդ վերջի բաղաձայնը որպես կանոն կորում է։ Դրա համար ասենք հայերենում ունենք նամակ, միջին իրանական փոխառություն, բայց նոր պարսկերենում նամա ավելի ուշ արտասանությամբ, ժամանակակից արտասանությամբ նամ է, կան ընկել է վերջին։ Նույն կերպ նաև պարսիկ եզրի մեջ վերջիկան կորում է եւ մենք ստանում ենք պարսի, որի արաբականացված տարբերակը ֆարսի, որովհետեւ արաբները պետք չունեն, պարսիկները իրենց եզրը
փոխանցում են արաբներին, արաբները փոխում են, հարմարեցնում են իրենց լեզվին, հետո հետ են վերցնում եւ սկսում են կիրառել սեփական լեզվի համար։ Չնայած գրական հուշարձաններում ֆարսին զուգահեռ կիրառվում է նաեւ արդեն շնչեղ տարբերակով ֆարսի ձևը։ Բայց դա չի նշանակում այլևս էթնոս, դա նշանակում է միայն բացառապես լեզու, պարսկերեն լեզու։ Հասկանալի է։ Իրենք պարսիկները շատ հաճախ, ընդհանրապես իրանցիները շատ հաճախ, որպես էթնիկական նշանակել, սկսում են կիրառել արաբների կողմից իրենց տրված մեկ այլ եզր, մեկ այլ էթնոնիմ, մեկ այլ ցեղանուն, որը սկզբնապես ուներ կամահարական իմաստ, աջան, եւ նշանակում էր թլված խոսող, կակազ լեզվով խոսող, նա որը լավ արաբերեն չի խոսում, նա որը արաբերենը խոսում է առոգանությամբ, օտարին հատուկ առոգանությամբ, ակցենտով, ինչպես ասում են։ Ինքը Ֆերդոսին այս եզրը վերցնում եւ իր շահնամեում, որը ունի ազգայնական ուղղվածություն, եթե կիրառենք այսօրվա եզրը, կիրառում է արդեն որպես սովորական եզր, ասում է, չգիտեմ, 30 տարի չարչարվեցի, ի վերջո աջամը, այսինքն Իրանը, իրանական, այսպես ասած, մշակույթը վերականգնեցի այս պարսկերեն լեզվով։ Արդեն աջամը Ֆիրդուսու համար ընկալելի եզր է եւ կամահարական իմաստը կորցրել է, չնայած արաբերենում մինչեւ հիմա էլ դա պահպանում է իր կամահարական իմաստը։ Մոտավորապես այնպես, ինչպես ռուսերենում կամահարական իմաստը կորցրել է նեմեց բառը, որը նշանակում է բառացիորեն համը, նա որը խոսել չգիտի, բայց խոսել չգիտի սլավոնական լեզվով։ Ինչպես կորցրել է իր նախնական իմաստը սլավոն եզրը, որը նշանակում է բառացի ստրուկ, այսպես ասած, չէ, գերմանական ժողովուրդների կողմից տրված, բայց այսօր կորցրել է իր նախնական իմաստը եւ ուղղակի որպես էթնոնիմ է կիրառում։ Հիմա դրա համար արդեն մոնղոլների ժամանակվանից նույնիսկ մինչև մոնղոլական արշավանքները ընդհանրապես Իրան եզրը որպես քաղաքական նշանակյալ գործածության մեջ չէ, կամ մշակութային առումով Իրան հասկացությունը, բայց որպես քաղաքական միավորի պետության անուն Իրան եզրը կիրառությունից սկսում է դուրս մղվել, ստեղծվում են պետություններ, չգիտեմ, Սամանյանների պետությունը, Ղազնավյանների պետությունը, որոնք անշուշտ պարսկերենի տարածման են նպաստում, իրանական մշակույթի վերածննդին են նպաստում հետ արաբական նվաճումների շրջանում, բայց Իրանի որպես պետական միավորի գաղափարը կարելի է ասել այդ դարաշրջանում կորած է, չկա, գոյություն չունի, մինչդեռ Սասանյանների օրոք Իրանը որպես իրանական կայսրության բնորոշիչ հստակ կար քաղաքական միավորի անվանում եւ հակադրվում էր հայկական աղբյուրներն էլ դա ցույց են տալիս ոչ իրանական, այսպես ասած, տարածքներին, ոչ իրանական երկրներին, Էրան եւ Աներան, այսինքն նրանք, որոնք Իրանի, այսպես ասած, տարածքներն են եւ Աներանը, որոնք Իրանի մշակութային, չգիտեմ, քաղաքական տարածքից դուրս են։ Հասկանալի է։ Հիմա մի փոքր ասեմ, որ հենց Իրան անվանումն էլ զարգացումն է հին իրանական այդ իմ նշած Արիա անվան, որը առաջանում է Արիանա խշաթրաձևից, այսինքն արիների թագավորություն, արիների պետություն, միջին պարսկերենում դառնում է Էրան շահր, այդ շահրը հայերենում աշխարհ դրա փոխառությունը, այսինքն բառացիորեն Իրան աշխարհ, եթե փորձենք հայերեն թարգմանել, եւ նոր արտասանությամբ արդեն Իրան, այսինքն երկրի անունը ինքը ծագում է էթնոնիմից։ Հասկանալի է, Իրան անվանումը ինքը էթնոնիմից բխած անուն է, ինչպես Հայաստանը, բայց Հայաստանում մենք հստակ գիտակցում ենք ածանցը։ Այստեղ մենք ածանց չունենք, ուղղակի Արիա բառի սեռական հոլովի շարունակություն։ Հասկանալի է։ Հիմա Իրան հասկացությունը ընդհանրապես կորում է, չնայած մենք ասենք ունենք Իրանը որպես մշակութային երևույթ, օրինակ Շիրվանի տարածքում, այսօրվա Ադրբեջանական Հանրապետության արևելյան հատվածը, մասնավորապես ասենք Միշտադարում այդտեղ ստեղծագործած հայտնի պարսկալեզու պոետների գրական ժառանգության մեջ, հենց նույն ինքը Նիզամի Գյանջավին, չէ, հայտնի արտահայտություն ունի, եթե չգիտեմ աշխարհը մարմին է, ապա Իրանը այդ մարմնի սիրտն է։ Հասկանալի է, բայց նա նկատի ունի ոչ թե քաղաքական միավոր Իրան, որը այդ ժամանակ չկար, որպես այդպիսի, այլ Իրան որպես մշակութային, այսպես ասած, տարածքին անվանում, մշակութային ինչ-որ արեալի, մշակութային, ինչպես ասում են, տարածքի բնորոշիչ։ Բարձր, մոնղոլական շրջանից արդեն մենք սկսում ենք տեսնել Իրան իր եզրի վերածնունդը որպես քաղաքական միավորի, բայց պարսիկը կրկին չկա։
Պարսիկը կրկին չկա, պարսիկը չկա, բայց այդ շրջանում սկսում է պարսկալեզու հանրույթների համար կիրառվել մեկ այլ էթնոնիմ։ Մեկ այլ էթնոնիմ, որը սկզբնապես բոլորովին ուրիշ ժողովրդի էր տրվում, բոլորովին ուրիշ նշանակություն ուներ, բայց հետագայում սկսեց կիրառվել պարսկալեզուների համար, պայմանականորեն ասեմ, որպես հոմանիշ պարսիկի, պարսիկը բայց արդեն չկար։ Դա տաջիկ եզրն է, տաջիկ նոր պարսկական աղբյուրներում, թաջիկ, թազիկ եւ այլն այլ ձևերով, որը սկզբնապես իրանցիների կողմից տրվում էր արաբների, այսինքն տաջիկ ասելով իրանցիները հասկանում էին արաբ, հայերս էլ մեր պատմական, այսպես ասած, աղբյուրներում էլի այդ եզրը վերցել ենք տաջիկ ասելով նկատի ունենք արաբների, հետագայում արաբ իմաստից զարգանում է մահմեդական իմաստը, մուսուլման իմաստը, որտեղ արաբները իսլամի, այսպես ասած, իսլամի հետ ասոցացվող հիմնական ժողովուրդն էին, մուսուլման իմաստը ֆիքսվում է բառի վրա, նախասկզբնական իմաստը, արաբ իմաստը գրեթե կորչում է, չնայած պարսից դասական գրականության մեջ կա փարսի, թազի, որը թազիկի ձևն է, այսինքն պարսկերեն եւ արաբերեն։ Այս ուանդերձ հիմնական ընկալումը մնում է որպես մահմեդական։ Արևելքից գալիս են նոր, այսպես ասած, էթնիկական հոսք է գալիս, նոր ժողովուրդներ են գալիս, նոր ցեղեր են հայտնվում։ Թե մերձավոր արևելքում, թե սկզբնապես կենտրոնական Ասիայում, որը նույնպես իրանալեզու ժողովուրդներով էր բնակեցված մինչև թյուրքացումը։ Խորեզմ, չգիտեմ, Սողդիանա եւ այլն այսօրվա Սամարղանդ, Բուխարա, այդ Խորեզմ, Ուզբեկստանի հայտնի տարածքները, որոնք արևելաիրանական խոշորագույն կենտրոններ էին, թե մշակութային, թե քաղաքական, թե տնտեսական։ Ուրեմն արևելքից եկող թյուրքական, հետագայում մոնղոլական այդ զանգվածի համար, որոնք դեռևս իսլամ չէին ընդունել, շամանիստներ էին կամ այսպես ասած հեթանոսներ պայմանականորեն ասենք, ժողովուրդներ են հանդիպում ճանապարհին, որոնք արդեն մահմեդական են, հասկանալի է։ Սրանց համար սկսում է կիրառվել մահմեդական եզրը, տաջիկ եզրը, հասկանալի, այսինքն պարսկալեզու կամ իրանալեզու ժողովուրդները ստանում են ուրիշի բերնից, ստանում են այն նշանակյալը, որոնք ժամանակին իրենք օգտագործել են արաբների համար, հետագայում մահմեդականների համար։ Էթնոնիմը, որը սկզբնապես նշանակում էր արաբ, սկսում է կիրառվել պարսկալեզու կամ իրանալեզու հանրույթների համար։ Եվ որոշ վայրերում ֆիքսվում, մասնավորապես գիտեք հայտնի Տաջիկստանը, որը պարսկալեզու երկիր է եւ ժողովուրդը տաջիկները էթնոնիմը վերցրել են դրսից տրված իրենց էթնոնիմը եւ կիրառում են որպես ինքնանվանում, սեփական անվանում։ Պարզ է։ Հիմա այդ շրջանում ընդհանուր մինչև Սեֆյանների ժամանակաշրջանը հաճախ հակադրվում են 3 էթնիկական խմբեր։ 3 էթնիկական խմբեր։ Դրանք արաբներն են մի կողմից, մյուս կողմից թուրքերը, մյուս կողմից այս տաջիկները, որոնց տակ հասկանում են պարսկալեզուներին։ Ասենք օրինակ, հայտնի պալատական պատմիչը Սեֆյանների Իսկանդարբեկ Մուշին, ասма չգիտեմ, բանի զորքը բաղկացած էր, շահի զորքը բաղկացած էր թուրքերից եւ տաջիկներից, նկատի ունի թուրքալեզուների եւ նկատի ունի պարսկալեզուների երկրորդ անվան տակ, հասկանալի է։ Ընդհանուր մինչև ղաջարական դարաշրջանը, այսինքն նոր ժամանակները 18-19-րդ դարեր, այս իրավիճակը այսպես պահպանվում է։ Սովորական Իրանի բնակիչը իրեն տարբերակում է բացառապես կամ որպես կանոն կրոնական պատկանելության առումով, այսինքն ասում մուսուլման հայ։ Մինչև հիմա էլ այդ մտածելակերպը կա պարսկերեն խոսելիս, երբ որ ասում են հայ, հասկանում են թե էթնիկական նշանակյալ, թե կրոնական պատկանելություն, քրիստոնյա ընդհանրապես։ Ինչու, որովհետև առաջի կոնտրպարտը, ինչպես ասում են դրա հակառակորդ բառը, մահմեդական մուսուլման բառը կրոնական պատկանելություն է ցույց տալիս, բացի այդ հայերը Իրանում ամենահայտնի քրիստոնյաներն են։ Ուրեմն մինչև 19-րդ դարը մենք չունենք այս եզրը էթնիկական նշանակյալ, ինչքան էլ տարօրինակ թվա Իրանի այսօրվա ամենամեծաթիվ բնակչության համար, առնվազն պարսկալեզվության առումով մեծաթիվ բնակչության համար։ 19-րդ դարում այդ ազգայնական արդեն գաղափարները, երբ որ լուսավորչական շարժում, չգիտեմ, եւ այլն թափանցում են Իրան, տեսնում են, որ կա համապատասխան նշանակյալներ, արաբ, թուրք, չգիտեմ, եւ այլ էթնիկական անվանումներ, բայց չկա այդ հիմնական լեզվով, երկրի պետական լեզվով, չգիտեմ, մշակույթի լեզվով, գրական լեզվով խոսողների համար էթնիկական նշանակյալ։ Տարբեր վայրերում իրենց տարբեր կերպ են կոչում, միտեղ կոչում են ընդհանրապես մուսուլման, միտեղ տեղային անվանում են օգտագործում սպահանցի, միտեղ օգտագործում են տաջիկ անվանումը օրինակ,
այս տարածքներում Ֆարս նահանգի, մինչև հիմա էլ տեղի պարսկալեզու բնակչությունը իր համար կիրառում է թաջիկ, թաժիկ, թազիկ անվանումներ։ Եվ այդ անվանումների արաբ և թուրք անվանման, ինչքան էլ տարօրինակ թվան, նմանակմամբ ստեղծվում է նոր էթնիկական անվանում Ֆարս, որը ըստ էության ճիշտ անվանում չէ, որովհետև մենք տեսանք, որ պարսիկ ձևը զարգանալու ընթացքում պետք է կորցնել միայն վերջի բաղաձայնը կն։ Ին պետք է պահպանվել ինչպես լեզվի պարագայում է Ֆարսի, այսինքն էթնիկական անվանումը նույնպես պետք է լինի ոչ թե Ֆարս, այլ Ֆարսի։ Բայց Ֆարսի ձևով չկա այդ էթնիկական անվանումը, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ դա ստեղծվում է արհեստականորեն երկրորդական ճանապարհով, թուրքը չունի ի վերջավորություն, արաբը չունի ի վերջավորություն, տաջիկը չունի ի վերջավորություն, հարևան, այսպես ասած, քաջածանոթ էթնոնիմները չունեն նման վերջավորություն, դրա համար Ֆարսն էլ նույնանման կլիշեով գաղափարով ստեղծվում է և տարածում է ստանում, հատկապես լայն տարածում է ստանում արդեն մյուս իրանական արքայատողմի ժամանակ Փահլավիների Ռեզա Շահի մասնավորապես կառավարման տարիներին, երբ իրանական ազգայնականությունը արդեն ստանում է եվրոպական կերպար, ռեֆորմեր և այլն և այլն։ Այս առումով մինչև հիմա էլ Իրանում շատ դժվար է տարբերակել ով է այդ Ֆարս կոչվածը և ով է նրա հակոտնյան, ով է նրա հակադիր, այսպես ասած բևեռը, որովհետև թե էթնիկական նշանակյալը, թե էթնիկական ինքնությունը շատ հաճախ ձևավորվում է հակոտնյա ազդեցության պայմաններում կամ հակոտնյա ազդեցությունը նպաստում է այդ էթնոնիմի ի հայտ գալուն կամ էթնիկական ինքնագիտակցության ձևավորմանը։ Մասնավորապես դες ասեմ, որ ասենք ադրբեջանական ինքնության ձևավորման գործում շատ կարևոր դերակատարություն է ունեցել հակոտնյա էթնիկական տարի առկայությունը, որը մենք ենք։ Այսինքն ինչքան էլ պարադոքսալ թվա, հայերի առկայությունը նպաստել է, որպեսզի ադրբեջանական էթնիկական ինքնագիտակցությունը ձևավորվի։ Միայն դրա շնորհիվ չէ, որ այդ էթնիկական ինքնագիտակցությունը ձևավորվել է, բայց նաև դրա շնորհիվ է, որ ձևավորվել է։ Հասկանալի է։ Ինչ որ առումով չնայած հայկական էթնիկական ինքնությունը ունի բազմադարյա հազարամյա պատմություն և անսասան բնույթ, շատ բյուրեղացած, դեռևս կարելի է առանց չափազանցության օրինակելի ինքնություն համարել։ Մեր ինքնությունը 5-րդ դարից հայ ենք մենք և վերջ գնաց, չէ՞, որևէ կասկած չկա, չգիտեմ, այս կողմ են կողմակնելու խնդիր չկա պատկերավոր ասած, բայց այստուհանդերձ նաև բյուրեղացել է մեր ինքնությունը նաև այդ հակոտնյա ինքնությունների առկայության պայմաններում։ Ասենք օրինակ, պարսկահայերի համար, չէ, հայը և տաջիկը, պարսկահայերը տաջիկ բառը մինչև հիմա կիրառում են մահմեդական իմաստով, այսինքն մուսուլմանը, ինքնության կարևոր, այսպես ասած, սյուն է հանդիսանում հակադրությունը շրջակա կրոնական առումով իրենից տարբեր միջավայրին կամ Սփյուռքի գաղթօջախներում, որ գաղթօջախներում, որ կա այդ կրոնական հակադրությունը, ինքնությունը ավելի լավ է պահպանում, որտեղ չկա ինքնությունը ավելի շուտ, այսպես ասած, ինչպես պարսկայերն են ասում, ձեռքից դուրս է գալիս, այսինքն կորչում։ Ուրեմն պարսիկների խնդիրը հավանաբար այսքանով սահմանափակվեն, որտեղ շատ լայն թեմա է, եթե հարցեր լինի, կանդրադառնանք դրան, կա այսպիսի մի առասպել, որ Իրանի բնակչության, չգիտեմ, 51%-ը պարսիկներն են, մնացածը փոքրամասնությունները, առասպել է, այդպիսի բան չկա, ես արդեն նշեցի, շատ դժվար է որոշարկել, ով է պարսիկը, արդյոք պարսիկ է Թեհրանում մի սերունդ հետո պարսկալեզվության անցած ադրբատականցին կամ Բելուջը կամ չգիտեմ իրանական Քրդստան նահանգից եկածը կամ այստեղ թուրքմենը, որը եկել է այստեղ կամ կենտրոնական Իրանի ոչ պարսկական այլ իրանական բարբառներով խոսողները, որոնք եկել են և պարսկալեզու են դարձել։ Արդյոք պետք է առանձին էթնիկական միավոր ճանաչել ենթադրենք այստեղ գտնվող գյուղեր կան, առանձին գյուղեր կան, որոնցում խոսվում են լեզուներ, մի գյուղում մի լեզու, լեզվաբանական զուտ վերլուծության առումով դա առանձին լեզու է, իրանական, բայց առանձին լեզու, ոչ պարսկերենի բարբառ։ Արդյոք դրանք առանձին լեզուներ են, թե և հետևաբար եթե առանձին լեզուներ են, այդ գյուղի բնակչությունն էլ այդ մի գյուղը առանձին, այսպես ասած, էթնոս է, արդյոք դա այդպես է, թե այդպես չէ։ Իրանի պարագայում արդեն նշեցի, շատ բարդ է դա որոշակել, ինչու է բարդ, որովհետև պատմականորեն ձևավորվել է հետևյալ պատկերը։ Ցեղակից լեզուներ են իրանական լեզուները, մեկը մյուսին բավական մոտիկ կանգնած, չնայած ոչ բոլոր դեպքերում մեկը մյուսով խոսելու հանգամանքը կարող է բերել փոխանկալման, փոխըմբռնման, ասենք օրինակ չգիտեմ, մերձավորագույն ցեղակցության մեջ գտնվող
պարսկերենով եւ այստեղ քրդերենով խոսողները մեկը մյուսի հետ խոսելիս խնդիրներ ունեն, լուրջ խնդիրներ փոխանցման առումով, հյուսիսային ասենք քրդերենի բարբառներով խոսողները ընդհանրապես կարող են չհասկանալ պարսկերեն գրեթե ոչինչ եւ հակառակը, կամ բելուջները, որը նույնպես բելուջերեն, նույնպես պարսկերեն ցեղակից լեզու է, կարող են ոչինչ չհասկանալ պարսկերեն խոսողի խոսքից եւ հակառակը։ Ուղղակի պատմականորեն Իրանի տարածքում ձևավորված թե պետական, թե մշակութային համակարգը ուշադրություն չի դարձնում էթնիկական լեզվական պատկանելությանը։ Ուշադրություն չի դարձնում ինչ առումով, նայեք, իրանական, եթե այսպես համարենք, որ Մարաստանը եղել է կայսրություն, ինչը հիմա վիճակվում է իմիջիայլոց Մարաստանի կայսրություն լինելը, թե չլինելը, ապա Իրանի առաջին իրանական պետականությունը ստեղծում են մարերը, որոնք իրանալեզու, իրանցի ժողովուրդ են, բայց ոչ պարսիկ։ Կոպիտ ասած, Իրանի հիմքը դնում են մարերը, ոչ պարսիկներ։ Հետո դրանց հաջորդում է պարսկական, բնիկ պարսկական ծագում ունեցող արքայատոն Աքեմենյանները։ Աքեմենյաններից հետո հաջորդում է էլի իրանական ծագման, բայց ամենևին ոչ պարսիկ արքայատոն։ Պարթևները, որոնք իրանալեզու ժողովուրդ են, որոնց իշխող արքայատունը, արշակունիները, նույնիսկ պարթևները չեն, մեկ այլ իրանալեզու ժողովրդի ներկայացուցիչ են, ստակերի կամ սկյութների ներկայացուցիչ են, որոնք պարթևացել են, պարթևախոս են դարձել։ Հիմա, սա, տեսեք, պարթևներին հաջորդում է Սասանյանները, կրկին պարսկական ծագման դինաստիա, Ֆարս, Պարսկ, պատմական Պարսկից, չէ՞։ Հետո գալիս է արաբական ընդհատումները, մեկ էլ Իրանը սկսում են միավորել Մերձ Կասպիան տարածքից դուրս եկած կրկին իրանալեզու, բայց ոչ պարսկալեզու դինաստիաներ, որոնք գնում են դեյլանցիները, չէ՞, նշանավոր է դելմիկները, որոնք հասնում են Բաղդադ, մայրաքաղաքը գրավում են խալիֆայության, չէ՞, հասնում են ընդհանուր, մինչև այս վերջերս մենք այստեղ այս գիտաժողով ունենք, բարձր հայքի տարածք դերսին իրենց լեզվիցը դա երևում զազաների այսօրվա ժողովուրդը դեյլամական բնակչության մնացորդներն են, ուրեմն էլի ստեղծում են Իրան, հետո գալիս է այլեթնիկ հարույթների ժամանակաշրջանը, չէ՞, սելջուկներն են գալիս մուտք գործում Իրան, բայց էլի իրենք աշխատում են այս տարածքի պետականության համար, ընդունում են պարսկական անուններ, պարսկերեն իրենց համար գրավոր լեզու է, գրագրության լեզու է, սելջուկներին հաջորդում են մոնղոլները, որոնք նույնպես այդ նույն ավանդույթի շրջանակներում են գործում, չնայած այս երկուսը արդեն իրանալեզու ժողովուրդներ չեն, թուրքալեզու, մոնղոլերենը իհարկե ոչ թուրքական լեզու է, բայց ալթայան այսպես ասած այդ լեզվատանիքի լեզուներ են։ Սրանց հաջորդում են այսպես ասած սեֆյանները, որոնք իրանական ծագում ունեն, էլի սերում են այս շրջանից Արդավիլ, արտավետ հայկական աղբյուրների, որոնց նախապապը Շեյխ Սաֆիեդդինը թուրքերեն չգիտեր, բանաստեղծություն էր գրում տեղի իրանական լեզվով, ադրբատականի մինչ թուրքական լեզվով, բայց Շահ Իսմայիլը արդեն գրում է բանաստեղծություններ թուրքերենով, ադրբատականյան թուրքերենով եւ համարվում է իրավամբ, եթե համարենք, որ ադրբատականյան թուրքերեն եւ ադրբեջաներենը նույն լեզվի տարբերակներ են, ադրբեջանական գրականության դասականներից մեկը, թեև ծագումով ինքը թուրք չի, կրկնում եմ, թուրքալեզու դարձած անձամբ։ Պապը չգիտի թուրքերեն, թոռը արդեն թուրքերեն բանաստեղծություններ է գրում։ Հաջորդում են ղաջարները, որոնք թուրքացված մոնղոլներ են, բայց ղաջարների օրոքա, որ ձևավորվում է ժամանակակից Իրանը, թե իր սահմանների առումով, թե էթնիկական ինքնության առումով, թե ազգային ինքնության առումով, եւ ղաջարներն են, որ Իրան բառը առաջին անգամ կիրառում են նաեւ, այսպես ասած, երկրի պաշտոնական անվան մեջ։ Տեսեք, թյուրընկալում կա, թե իբր մինչև այդ հայտնի Ռեզա Շահի բողոքը, որը ավելի շուտ խնդրանքը, Իրանը միջազգային, այսպես ասած, եզրաբանությամբ նույնպես կոչել Իրան, Իրանի անունը Պարսկաստան էր, ամենևին այդպես չէ, իրանցիները իրենց երկիրը մշտապես կոչել են Իրան, արդեն նշեցի, Արիանա, Խշատրա, Էրան Շահ, Էրան, Իրան։ Ուրիշներն են, ինչպես ասենք, օրինակ հիմա մենք ենթադրենք, խնդրենք ՄԱԿ-ից, որպեսզի պաշտոնական փաստաթղթերում ոչ թե գրեն Արմենիա այլալեզու, այսպես ասած, փաստաթղթերում, այլ կիրառեն Հայաստան, այն անվանումը, որը մենք ենք կիրառում։ Հասկանալի է, Պերսիա, Պարսկաստան այդ անվանում եւ Իրանի դեպքը նույն դեպքն է, ուղղակի նրանք խնդրել են, որպեսզի Իրան անվանումը կիրառվի, ինչու կիրառվի, որովհետեւ Պարսկը պատմական, Պարսկաստանը պատկերավոր ասած, այս շրջանն է միայն Իրանի։ Հասկանալի է, Իրանը ավելի մեծ ընկալում ունի, քան Պերսիդան, Պարսկը։ Հասկանալի է։
Հիմա այս պայմաններում է, որ Իրանում այդքան էլ արդիական չի դու ինչ էթնիկական ինքնության կրող ես կամ տվյալ պարագայում ավելի ճիշտ է ասել լոկալ, տեղային ինքնության կրող ես, տեղային լեզվի կրող ես, տեղային մշակույթի կրող ես, կա ընդհանուր գաղափար, Իրանի գաղափարը պատկերավոր ասած, որին ծառայում են այս բոլոր, այսպես ասած, տարբեր խմբերը, հասկանալի է։ Մոտավորապես նույնն է, ինչը որ արշակունիները լինելով պարթև, չէ, Հայաստանում ծառայում են պատկերավոր ասած Հայաստանի գաղափարին, հասկանալի է։ Հետագայում հակադրությունը սկսվում է, ասենք սելջուկները երբ որ գալիս են Հայաստան, մեր համար դրանք սեփական դինաստիա չեն, մեր դինաստիան չեն, բայց Իրանի պարագայում նույնիսկ սելջուկները սեփական դինաստիա են, մոնղոլները սեփական դինաստիա են եւ այլն։ Պարզ է։ Մյուս խոշոր իրանալեզու էթնիկական խումբը դա քրդերն են, տեսեք այստեղ նշված է, ընդհանրապես քրդերենի դեպքը բավական բարդ է, որովհետև քրդերը նույնպես չունեն էթնիկական հստակ նշանակյալ ինքնանվանում։ Քրդերի տարբեր խմբեր որպես էթնոնիմ կիրառում են տարբեր անվանումներ։ Քուրդ բառը, որը քաջածանոթ է բոլորին եւ նաեւ այս ժողովրդի այլալեզու էթնիկական նշանակյալն է, տարածված է բացառապես տարածված է բացառապես այս կապույտի հարավային շրջանում, նայեք, հարավային հատվածներում, այսինքն Իրանի տարածքի շիա քրդերի շրջանում, որտեղ քրդերը դավանական առումով տարբերվում են սուննի, շիա եւ նաեւ կան այլ ուղղությունների հետևորդներ, ալևիներ, ծայրահեղ շիական այլ ուղղությունների հետևորդներ եւս։ Հիմա այս հարավային քրդերը իրենց անվանում են քուրդ, եզրը կիրառում են եւ իրենց լեզուն կոչում են քուրդի, քրդերեն։ Բայց դրանից հյուսիս արդեն քուրդ անվանումը սկսում է դադարել գոյություն ունենալուց։ Կենտրոնական քրդական, այսպես ասած, արեալը, որը տարածվում է Իրանի եւ Իրաքի այժմյան Իրաքի արևելյան հատվածներում, այդտեղի բնակչությունը իրեն կոչում է տարբեր ցեղային անուններով շատ հաճախ սորան ընդհանրական անվան, որը ամենամեծ քրդական տարածքի ժամանակին գոյություն ունեցած, այստեղ է քուրդը, այդ սորանը այս հատվածներն է, եթե գնանք դեպի Իրաք էլ մտնենք։ Հիմա սորան, որը ցեղամիավորման անուն է ժամանակին գոյություն ունեցած, քրդերը, ինչպես գիտեք, ցեղային հանրույթ են։ Տեսեք, Իրանի տարածքի մասին խոսելիս մեկ այլ տարբերակիչ հատկանիշը պետք է նկատի ունենալ, կամ ցեղային եւ ոչ ցեղային էթնիկական խմբեր։ Էթնիկական խմբեր, որոնք ունեն ցեղային կառույց, ավելի հասկանալի ասելու համար, ասենք աշիրետներ ունեն, ցեղեր ունեն, խոշոր ցեղա, տեսեք մենք մեզ հայերիս համար ցեղը արդիական խնդիր չի, չէ՞։ Ասենք դու գիտես, դու Պողոսն ես, հայրդ Պետրոսն է, չգիտեմ, պապդ այսինչն է, բայց դու չունես ցեղային պատկանելություն, շատ որ հարցնենք, ասես չգիտեմ, այս ինչած տնից ենք ենթադրենք, ասենք հարությունից տնից ենք կամ հա։ Քրդերի պարագայում այդպես չի, քուրդը ունի բազմաթիվ ցեղային, այսպես ասած, նվիրապետության, պատկանելության զգացում։ Իր կլանի պատկանելություն, հետո ավելի մեծ աշիրեթի պատկանելություն, հետո ավելի մեծ մի քանի աշիրետների կամ ցեղախմբերի միավորման պատկանելություն, հասկանալի է։ Ամփոփեմ ամբողջը։ Ուրեմն այս քրդերի պարագայում այսպես է, հյուսիսային քրդերը իրենց անվանում են կուրմանջ կամ կուրմանջի, իրենց լեզուն էլ կուրմանջի։ Հետևաբար, նույնիսկ քրդերեն խոսելիս, եթե մեկը մյուսին հարցնում է դու ինչ ես այստեղի մարդը, եթե մենք հայերեն ենք խոսում, մեկս մյուսին հարցնում են դու ինչ ազգ ես, բոլորս պատասխանում ենք հայ ենք, չէ՞։ Քրդերի պարագայում չնայած հասկանալն էլ դժվար կլինի։ Այստեղ Թուրքիայի այս շրջանի քուրդը, եթե հարցնի այստեղի քրդին դու ինչ ազգ ես, դժվարությամբ բայց կհասկանա, նա կպատասխանի ես քուրդ եմ, մյուսը կպատասխանի ես սորան եմ, մյուսը կպատասխանի ես կուրմանջ եմ, իրենց մայրենի լեզվով։ Հասկանալի, այսինքն ընդհանուր ինքնանվանումներ չունեն։ Հաջորդ խոշոր խումբը բելուջներն են այս տարածքում Իրանի, որոնք սուննի են, նաև դավանական առումով տարբեր են պարսիկներից։ Ուրեմն, այստեղ այլ խմբեր կան, մերձկասպյան խմբերը, գիլանցիները, մազանդարանցիները, թալիշները, որոնք տարածվում են նաև Ադրբեջանական Հանրապետության այսօրվա տարածքում։ Այստեղ կա ատրպատականի հին լեզվի, իրանական լեզվի կղզյակներ, եւ կա քաղաքական առումով Իրանում խնդիր այստեղ արաբների հետ կապված։ Ուրեմն ունեն քաղաքական
անկայունության 3 օջախ իրանում, պատկերավոր ասած 3 խոշոր օջախ, դա սա է, ապկներեք 4 խոշոր օջախ, դա արաբներն են, խոզիստանյան արաբներն են, դա ատրպատականում թյուրքալեզուներն են, դա քրդերն են այս տարածքում եւ բելուջներն այս տարածքում։ Հիմա եթե նայենք, այս ուրեմն հարավային Ադրբեջան կոչվածն է, որը հավակնում է, տեսեք դրոշը Իրանից, այսպես ասած, անջատվելու եւ երկու տեսակետ կա անջատվելու անկախ պետություն դառնալու եւ միանալու Ադրբեջանական Հանրապետությանը։ Հաջորդը քրդերի, այսպես ասած, երազած Քրդստանը, որը 3 երկրների, 4 երկրի նույնիսկ Սիրիայի տարածքներ են ընդգրկում, երբեմն նաեւ մուտք է գործում Հայաստանի Հանրապետության տարածք, սա չափավորական համեմատաբար քարտեզ է։ Մտել էին արդեն, հա։ Աչքից չես տաղտու փոխում է։ Ուրեմն սա Խուզիստանը, այդ արաբալեզու տարածքների պատկերացրած պետությունն է, հասկանալի է, իմիջայլոց ասեմ, որ այս Խուզիստանի պարագայում էլ ինչպես ատրպատականում, մենք գործ չունենք արաբների հետ։ Այստեղ տեղաբնիկ իրանալեզու ցեղ է եղել, ավելի շուտ ոչ իրանալեզու էր, հետո իրանալեզու դարձավ խուզերը, որից մենք ունենք հայտնի անունը Խուժան հայերեն, հասկանալի է։ Այո, Խուժաստան հայկական աղբյուրներում եւ տեղի ժողովուրդը հոգնակիով Խուժան բարձրի հոգնակիով, որ այսօրվա հայերենում բացականաբար է կիրառվում։ Մի խոսքով, այստեղ պատկերավոր ասած ոչ ածականական իմաստով Խուժաններն են, այսինքն այդ ցեղը, որը հավակնում է սեփական էլի առանձին պետության, սա է Բելուջստանը, որը բնականաբար Իրանի տարածքը, Պակիստանի տարածքի եւ Աֆղանստանի տարածքի վրա աչք ունի։ Մի հետաքրքիր հանգամանքի վրա ձեր ուշադրությունը կուզենայի բևեռել, դրոշները, եթե նայեցիք մի մասի դրոշները կա, հիմա առանձին կգանք, դրոշները կարծես թե նույն արվեստանոցում գծված լինեն, եթե ուշադիր լինեք։ Խոզիստանի արաբների դրոշը, չգիտես ինչու աստղը տեսեք նման է, այսպես ասած, այդ ադրբեջանական հայտնի կամ թուրքական հայտնի աստղին, հարավային այսպես կոչված, բոլորը այսպես կոչված են, քանի որ չկան, հարավային Ադրբեջանի քարտեզը, Բելուջների քարտեզն եմ ասում դրոշը, բելուջական դրոշը եռանկյունի է, չէ, ինչ-որ։ Եվ այսքանը, քրդերի դրոշը տարբեր է, որովհետև քրդերի պետականության, այսպես ասած, ձգտումը ինչ-որ առումով ավելի բնական է, քան ենթադրենք այս նույն հարավային Ադրբեջանի կամ չգիտեմ Խոզիստանի եւ այլն, չգիտեմ, ես կոնսպիրոլոգիական, այսպես ասած, տեսությունների կողմնակից չեմ, բայց դրոշների նմանությունը ինչ-որ կասկածներ հարուցում է, էլի, որ հնարավոր է նույն արվեստանոցում գծված լինի, այսքանը, քանի որ ժամանակը սահմանափակ է, չկարողացանք անդրադառնալ ցավոք սրտի բոլոր խմբերին, հարց ու պատասխանի միջոցով հաճույքով կպատասխանեմ։ Սա այն կոնտակտները, եթե որը մեկը կուզենա գրավոր ինչ-որ հարցերը, կարող է նաև գրել։ Խնդրեմ, հարցերը։ Համեցեք։ Ուզում եմ իմանալ ձեր ցանկացած տարածքներում որտեղ հայերեն լեզվաշերտի պահպանման մնացորդներ կան։ Բնականաբար դա Սպահանի շրջանն է։ Այս հատվածը Սպահանը հիմա լավ չեմ տեսնում այստեղ աչքը, Սպահանը որտեղ տեսակ նոր ջուղան, պատմական այդ հայկական համայնքը որ կա, ցավոք սրտի ատրպատականի այս շրջանում տեսեք պարսպատունիքը եւ այստեղ Պարսկայքի տարածքում հայկական բարբարները չկան, որովհետեւ հայ բնակչություն չկա, մի գյուղ ընդամենը կա, որտեղ մի 15-20 ընտանիք են ապրում, Ուրմիայի մոտ Գանդաբադ գյուղը, մի քանի ընտանիք էլ Հաղթվանում կան, հայտնի է Ռաֆու գյուղը, որ կա Փայաջուկի մոտակայքում, բայց հիմնական բնակչությունը Պարսկահայքի, գիտեք, մեծամասամբ տեղափոխվել է Գրիբայդովի հայտնի գաղթի ժամանակ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածք, չէ, Արարատյան դաշտ, ամբողջ որ նայում ես հիմա մեծամասնությունը այս ամենայն դեպս այս շրջակայքի Խոյից, Սալմաստից, Մաքվից տեղափոխված բնակչությունը, Ղարաբաղի պարսպատունիքի բնակչությունը նույնպես մասամբ, նաև մի հատվածը Արցախի տարածքում է հիմա, Հադրութի շրջանում եւ հստակորեն տարբերվում է, պայմանականորեն ասեմ, այսպես ասած տեղաբնիկ
արցախցիներից բարբառով եւ նաեւ անվանումով ասում են խրդախեցի դրանց, այսինքն գարադավեցի։ Հայաստանի Հանրապետության տարածքում էլ կան, ասենք, բուժականում կան օրինակ, որոնց այդ տեղի այլ բարբառով խոյեցիները դրանց կոչում են, դրանց լեզուն ավելի շուտ կոչում են գյոլումերեն, որովհետեւ գալիս եմ այդ բայը խոնարհում են գյոլում եմ, գյոլում ես, յոլում եմ։ Այդպես ժողովուրդը կոչում է գյոլումերեն լեզուն։ Դրանք են բնականաբար Թեհրանում տարբեր վայրերից հավաքած ու այսպես ասած բնակչություն, թե Նոր Ջուրայի այդ շրջանից, Սպահանի շրջանից կամ թե Ատրպատականից կամ թե հայրենը դե Թեհրանում պահպանվում է, բայց թե այսպես ասած իր պատմական բնորանում, որտեղ հայրենը խոսվել է պատմականորեն, ցավոք սրտի հայրենը դուրս է մղված եւ ինչքան էլ տարօրինակ է, երկու այսպես ասած կարևոր հանգամանք կա։ Տեսեք, Արևմտյան Հայաստանի տարածքում ով հայրենը դուրս է մղվել մի լեզվի կողմից, որը այդ երկրում պետական վիճակ չունի, կարգավիճակ չունի, քրդերենի կողմից։ Այստեղ էլ Պարսկահայքում էլ էլի հայկական գյուղերը բնակեցնում են ոչ թե թյուրքալեզուները, ատրպատականցիները, այլ քրդեր։ Չգիտեմ ինչից է, բայց պարադոքս է, բայց այսուհանդերձ հայկական պատմական արեալը աստիճանաբար անցնում է քրդերի, եթե կարելի ասել, ճակատավոր տիրապետության տակ։ Ես հասկացում եմ, բոլորը անկախ լեզուներ են, անկախ ցեղեր են։ Հիմա Իրանում չկա մի ընդհանուր այբուբեն, ընդհանուր լեզու, դպրոցները միշտ լեզվով են անցնում, ինստիտուտները միշտ լեզվով են անցնում։ Բնականաբար, եթե ուշադիր լինենք, ես նշեցի հատուկ կարգավիճակ ունի Իրանում պարսկերենը, ըստ որը կարգավիճակը ոչ թե նրան շնորհվել է ինչ-որ պետության կողմից, արհեստական ճանապարհը, օրինակ Ադրբեջանական Հանրապետությունում ադրբեջաներենի կարգավիճակը ինչ-որ առումով արհեստական է, որտեղ ռուսական քաղաքականության արդյունքում է այդտեղ թյուրքական բարբառը սկսել դառնալ, հետո խորհրդային միության տարիներին օժանդակությամբ եւ այլն։ Իրանի պարագայում այդպես չէ, Իրանի պարագայում իրանական պետությունը դեռևս չկա, Իրան հասկացությունը չկա, պարսկերենը, որի հայրենիքը այստեղ, այստեղից սկսում է երկրորդ նվաճումը Իրանի արդեն իսլամական շրջանում, Գազնավյանների կենտրոնական Ասիայից, պալատից, պալատական լեզու էր, պալատում տարածված լեզու էր, հետո դառնում է գրական կոյն է, գրական ստանդարտ, մոտավորապես այնպիսի ստանդարտ, ինչպիսին այսօրվա գրական արևելահայերենն է, որը որևէ մեկի համար պատկերավոր ասած մայրենի լեզու չի, որովհետև մայրենի լեզու է այն բարբառը, որը այդ մարդ ասենք մեկը Երևանում է ծնվել, այս այերով խոսացող բարբառն է, չգիտեմ, հեր, մեր, գել եւ այլն եւ այլն։ Բայց գրական հայերենում հայ, մայր, գայր, որը հին հայերենի ավելի շուտ, այսինքն կոյնացված լեզու է պարսկերենը, ինչպես հայերենը։ Բայց մենք բոլորս հայ ենք, իսկ նրանք տարբեր ցեղեր են, տարբեր ցեղախմբեր են, տարբեր լեզուներ են։ Հիմա նայեք, Հայաստանում էլ պետական մի լեզու ունենք, որով խոսում են թե ասորիները, որոնց համար ասորերենը մայրենի լեզու չի, թե եզդիները, թե, չգիտեմ, այլ էթնիկական բնակչություն, բայց Իրանի պարագայում նաև կա այսպիսի բան, եթե ասորիների եզդիների պարագայում գրական ավանդույթ ունեն, Իրանի լեզուների գերակշիռ մեծամասնությունը չունի գրական ավանդույթ։ Ատրպատականցին, երբ որ խոսում է ձեր թյուրքերեն, ասենք դուք ուզում եք իր թյուրքերեն բարբառ ուսումնասիրել, ասում եք այդ քո ասած թղթի վրա գրի։ Ինքը գրում է պարսկերեն։ Ինքը մտածում է, որ թյուրքերենը պիտանի չի գրելու համար պետք է պարսկերեն գրել։ Երկրորդը, Իրանում ով որ պարսկերեն չգիտի, ավտոմատ համարվում է անգրագետ։ Ինչու՞։ Որովհետև եթե պարսկերեն չգիտի, ուրեմն դպրոց չի գնացել, որտեղ դպրոցի լեզուն պարսկերեն է։ Հետևաբար ասում ես մարդը պարսկերեն չգիտի, անգրագետ է։ Հայաստանի պարագայում կարող է լինել մարդը հայերեն չիմանալ, բայց անգրագետ չլինել, ասենք, չգիտեմ, ռուսական դպրոց ավարտած լինել։ Իրանում այդպիսի բան չկա, պարսկերեն չիմացողը ավտոմատ նշանակում է դպրոց չի հաճախել։ Ասեք։ Քեզ բարակայում ասում եմ, որ քիչ զարգացած չէին, այն փոխվում եւ 15-րդ դարի երկրորդ կեսից սկսեցին կրթվել եւ նրանց սկսեց ձևավորվել ազգային ինքնագիտակցության գաղափարը։ Դրանք սկսեցին մտածել, թե որտեղ է իրենց հայրենիքը, որտեղ պետք է լինի իրենց հայրենի հողը։ Այսօր Իրանի պահպանների բարակայում նման ժամանակահատված եղել է, երբ որ նրանք սկսել են մտածել ազգային ինքնագիտակցության մասին։
մասին եւ այդպեսի էթնիկ զտումներ այնտեղ եղել են եւ ինչպես են։ Իրանի տարածքում ընդհանրապես որևէ ցեղասպանություն չի իրականացվել, այսպես ասած պաշտոնական զուլման քաղաքականություն չի իրականացվել, իմիջիայլոց Օսմանյան կայսրությունում էր պաշտոնական զուլման քաղաքականություն, ես ինչքանով տեղյակ եմ չնայած մասնագետ չեմ, բայց կարծեմ չի եղել, հետագայում հանրապետական Թուրքիան էր, որ պետական մակարդակով իրականացնում էր զուլման քաղաքականություն։ Իրանում էլ Ռեզա Շահի ժամանակաշրջանում կարելի է որոշակի այդպիսի տենդենսներ նկատել, բայց այդպիսի ծավալների, չգիտեմ, Իրանում երբևիցե արգելված չի եղել որևէ լեզվով խոսելը, այդ թվում նաև թուրքերեն խոսելը, երբևիցե արգելված չի եղել սեփական լեզվով ենթադրենք ինչ-որ գիրք հրատարակելը, նման արգելք չի եղել, ասենք Իրանում երբեմն կարող եք զարմանալ, Թավրիզում հրատարակվում են նույնիսկ որոշ դեպքերում պանթյուրքիստական բովանդակության, հակաիրանական բովանդակության գրքեր, որը զարմանք է հարուցում։ Այս դեպքում Թուրքիայի հետ զուգահեռ տեղին չէ, որովհետև Թուրքիայում ուղղակի տվյալ լեզվով խոսելը արգելված է եղել եւ դրա համար անպատասխան պատիժ է սահմանված եղել։ Իրանի դեպքում այդպես չէ։ Այս առումով ինչ վերաբերում է հայրենիքի փնտրտուք եւ այլն, թուրքականության գաղափարախոսությունը եւ իրանականության գաղափարախոսությունը հականդեմ բևեռներն են, որտեղ Իրանի պարագայում հայրենիքի փնտրտուք չկա։ Այստեղ եթե զարգանում է թուրքականությունը, բնականաբար լեզվաբանության ձեռքբերումներ կան, չգիտեմ, պատմական ձեռքբերումներ կան, չէ, տվյալներ կան, որ սելջուկները, չգիտեմ, ակբերելուները, կարագորելուները, թուրքմենները եկան այստեղից գրավեցին, նույնիսկ Օսմանյան, այսպես ասած, պատմագրության մեջ, չէ, պաշտոնական այդպես է։ Եկան գրավեցին, դրա համար փնտրտուք կա հայրենիքի, բայց հիմա որտեղից ասենք, չգիտեմ, Սասանյանները եկան գրավեցին Իրանի տարածքից, Պարթևները Իրանի տարածքից, որտեղ այստեղ էլ իրանները ես ասացի, մշակութային առումով, չգիտեմ, մյուսները նույնպես Իրանի տարածքից, այս առումով հայրենիքի փնտրտուքի խնդիր չկա ամենևին, հայրենիքը իր տեղում է եւ իրենք էլ այդտեղից են բարձրանում իշխանության գալիս։ Նախասեմ որ ուրախ եմ այստեղ, որտեղ կոնկրետ իմ համար սպասված հանդիպումներից մեկն էր այս շրջանակում ու նա դրանց։ Այ ազգային փոքրամասնություններին ագրապերում, մարդու իրավունքների ազատությունների հետ կապված, ազգային փոքրամասնությունները ինչ կարգավիճակում են, ունենք մակաբույցած, ինչով է պայմանավորված այրան գինը մնացած ազգերի ու եթե ասում ենք տարբերություն չկա ու կոնկրետ պարսիկների մեջ, որտեղ ասենք այն նկարանի 4-5 անգամ ավելի լինի ու մնացած պարսիկների։ Ուրեմն ճշգրտեմ ձեզ, ոչ թե մնացած ազգերի, այլ պարսիկների, մահմեդականի եւ ոչ մահմեդականի։ Միջև ձեր հարցի պատասխանը տվեցի, որովհետև երկրի սահմանադրությունը հիմնված է մահմեդական իրավունքի վրա, բայց ինչքանով ես տեղյակ եմ, այդ անհավասարությունը վերացվել է արդեն, եթե չեմ սխալվում 1-2 տարի, կարող է սխալվեմ, բայց ժամանակի առումով, բայց արյան փոխհատուցումը կամ այսպիսի համակարգ կա էլի Հայաստանի դեպքում դա չի գործում, եթե մարդուն միամտաբար ինչ-որ մեկը սպանել է, ենթադրենք ավտովթար է, եղել մարդը մահացել է, դրա այդ մարդու համար արյան գին է վճարում, ասենք բարեկամների հետ, հարազատների հետ, վճարում է այդ գինը եւ ազատվում է դատական պատասխանատվությունից, որը իսլամի, այսպես ասած, կանոններով նաեւ կանոնակարգվող երևույթ է։ Ժամանակին քրիստոնյայի դեպքում այլ գիներ վճարվում, գրեթե 2 անգամ պակաս կամ այլադավանի ընդհանրապես ոչ մահմեդականի դեպքում, մահմեդականի համար այլ, բայց ես ինչքան գիտեմ, եթե չեմ սխալվում, Իրանի պարլամենտի ասորի պատգամավորների նախաձեռնությամբ այդ անհավասարությունը վերացվել է, առաջին հարցը ինչպես է ներեցեք։ Նկատի ունեք ընդհանուր առմամբ ազգային փոքրամասնությունը, կոնկրետ Իրանի պարագայում։ Իրանում ազգային փոքրամասնություն։ Ազգային կառույցների, լուրջ կառույցների, բայց ինքը այդ առումով ասում կարող է, որովհետև մարդու անհատի իրավունքները շատ ոտնահարված։ Ուրեմն Իրանում ես արդեն ասացի։ Տեսեք Իրանում, չգիտեմ, մեր պատկերացմամբ կամ չգիտեմ, մեր պատկերացմամբ չէ, արևմտյան պատկերացմամբ գաղափարները կամ արևմտյան պատկերացումները արևելքում ավտոմատ կիրարկելը շատ հաճախ սխալ կարող է լինել։ Հիմա ըստ մեզ կնոջ, չգիտեմ, գլուխը պարտադիր ծածկելը միգուցե մարդու իրավունքի խախտում է։ Իրենց անկալմամբ ամենևին այդպես չի։ Ինչպես ամենևին այդպես չի, երբ որ, չգիտեմ, ենթադրենք մենք հայերս մի այլ խնդրի վերաբերյալ մի պատկերացում ունենք, մեկ ուրիշ ազգ մեկ այլ պատկերացում։ Ամենևին շատ դժվար է ասել որն է
ճշմարտությունը։ Հիմա այդ գլուխը ծածկած կինը տան ներսում ավելի մեծ իրավունքներ ունի, քան ենթադրենք Երևանում կար ջուկայով ման եկող աղջիկը իր ամուսնու հետ։ Չէ, ես ընդհանուր մոտեցումն եմ ասում։ Եթե բազմականությունը պաշտոնապես արգելված չէ, բայց իրականության մեջ գոյություն չունի, որովհետև պայմանները այնպես են սահմանված, որ երկրորդ կին առնելը բավական մեծ շռայլություն է։ Եվ առաջի կինը նախ եւ առաջ պետք է համաձայնություն տա, որպեսզի երկրորդ կինը իսկ գիտեք կանայք էլ, այսպես ասած, ամենևին մեծավոր քիչ են այդ հարցում, որպեսզի կատարեն երկրորդ արարածի հայտնությունը։ Եթե նայենք մենք այսպես ասած միջազգային, չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների տեսանկյունից, ապա իրավիճակը սարսափելի կթվա, բայց եթե մենք նայենք իրականությանը, այսպես ասած, այդտեղ ապրող մարդու Կարծում եմ այստեղ մի քիչ քաղաքական պահ կա։ Դիվականացման պահ կա, հա։ Օրինակ Սաուդյան Արաբիան վստահաբար կանանց վիճակը շատ ավելի վատ է, բայց մշտապես ասենք Իրանն է դատապարտվում, քան Սաուդյան Արաբիան, այսինքն այդտեղ հաստատ քաղաքական ենթադրություն։ Տարբերակում կա, այսինքն այդ առումով տեսեք, երբեմն ասում են, չէ, չգիտեմ ինչ որ մեկին կախարան բարձրացրեցին, ես ինձ մեկ բան ալինում, չէ։ Եթե դու նայում ես դրա գործած հանցանքը անկեղծ ասած, ես մեծ հումանիստ եմ եւ դեմ եմ մահապատժին, բայց մեկ-մեկ այնպիսի հանցանք ա լինում, որ ասենք, չգիտեմ, կինը, որը իր սիրեկանին բերել է իր տուն եւ այդ սիրեկանի հետ իր ամուսնուն սպանել է, դրան կախարան են բարձրացնում, ասենք Իրանում, էլի։ Բավական բարդ հանցանք է, ես ամենայն դեպս կողմ եմ ազատազրկմանը, բայց արևելքում հետո տարբեր անկալումները բարեգործության, չգիտեմ, ողորմածության եւ այլն։ Այս առումով անշուշտ, եթե չգիտեմ Amnesty International-ի ակնոցներով նայենք, իրավիճակը սարսափելի է։ Եթե տեղում ապրող իրանցի կանանց աչքերով նայենք, բավականին լավ իրավիճակ է։ Մի հարց է շատ հետաքրքրում, փաստորեն Իրանը հենց սկզբից եւ երբ որ հա իրապատիչների խոսքով Իրանն ու պարտերական հետո ինքը շատ ցիվիլիզացիա տված երկիր է եղել, ինքը մեծագույն մշակույթ է տվել։ Հետո այդ մուսուլմանացումից հետո փաստորեն անգամ սունիները, շիաները գալիս ու կոպիտ ասած, ինչպես են ասիմիլացվում այս երկրում, ոչ միտեղ մշակույթները չեն ասիմիլացվում, ոչ Հայաստանում, ոչ Թուրքիայում, ոչ բայց այդտեղ հետաքրքիր է այդ մարդիկ եւ թուրքերը եւ չգիտեմ բոլոր այս ազգությունները ինչ որ ծեվի ասիմիլացում են, դրա ֆենոմենը ինչու՞ն է, էլի կա։ Ուրիշ տեղեր կան, Հնդկաստաններ ուրիշ ֆենոմեն։ Էլի կա, տարբեր երկրներ կան։ Իմ կարծիքով, այսպես ասած, իմ մտածած մոդելն է, դա հայերի դեպքում դա մենք հայերի հետ ենք մի զուգահեռները անցկացնում, մեր ինքնապահպանական մեխանիզմը, այսպես ասած մոդելը, որը մենք դարերի ընթացքում մշակել ենք, հակադրվելու մեխանիզմ է։ Այսինքն պահպանություն հակադրման ճանապարհով իրանցիները հակառակ մեխանիզմ են աշխատեցնում իրենք, այսպես ասած ոչ թե հակադրվել, այլ համադրվելու եղանակով պահպանվել, բայց այդ դեպքում կա մի կարևոր հանգամանք։ Տարածքը, չգիտեմ, այդ մշակույթը պետք է ունենա խորություն, որպեսզի կարողանա երկրորդ տարին իր մեջ ներքաշել ձուլել։ Հենց թեկուզ միայն տարածքի առումով, եթե նայենք այս ծերից մինչև այն ծերը անցնելու համար բավական երկար ժամանակ է պետք, չնայած Հայաստանն էլ պատմականորեն ահագին ժամանակ է պետք, բայց այս կողմից մենք հակադրման մեխանիզմ ենք ընտրում։ Իսկ պարսիկները համադրման, իրենք իսլամը գալիս է, իրենք ընդունում են իսլամը, առանձնապես մեծ դիմադրություն չկա Իրանում։ Մեր մոտ գալիս են արաբները, հասնում են Հայաստան, գնում են Թեոդորոս Ռոշտունի, չգիտեմ, նույնը հակադրվելու մեխանիզմները գալիս են Իրանը գրավում են, իրենք ամբողջ պետական ապարատը լցնում են իրանցիները, որտեղ կրոնական առումով նույնական են, բան չունեն, այսպես ասած։ Չէ, կարողանում են մտնել պետական համակարգ։ Հայերը քրիստոնյաներ են բնականաբար մահմեդական իշխանությունների օրոք ունեն այդ կարգավիճակ, որովհետև չեն կարող պետական ապարատում հավասարի կարգավիճակով լինել, երևի սա էլ կա էլի, բայց պատճառները բազմաթիվ են, հետաքրքիր բան է, ես էլ ունեմ բազմաթիվ տեսակետներ, հետո կարելի առանձին քննարկել սա։ Չէ, ձեր խոսքի մեջ հենց արշակումները նշեցիք։ Իմ կարծում եմ կրոնական գործում, որտեղ արշակումները եկան այն ժամանակ, երբ որ հայերը քրիստոնյա չէին, եւ արշակումներին կարողացան հայացնել։ Քրիստոնեությունից հետ արդեն ով որ գալիս է, օտար է հայերի համար։ Իրանք էին օտար։ Դրա համար այդ համաձայն եմ դրա, այդ հավանաբար այդ հայեր գնում են Բյուզանդիայում, մեխանիզմը մեր այսպես ասած փոխվում է եւ ինչ
քրիստոնեություն էլ արգելում, ասում ա ուրիշ ազգին չընդունեք ձեր մեջ։ Քրիստոնեությունն արգելում, բաց հետո իրենք հայտնվում էին արդեն քրիստոնյա որպես երկրորդ կարգի ժողովուրդ Դրա համար չեն կարող արտադրություն ասել։ Այդ խնդիրներ կա։ Համեցեք։ Շնորհակալություն ասացության համար։ Ադրբեջանի Հանրապետությունում մի պարբերաբար հնչում եմ, որ Իրանի հյուսիսում մեր ապրող ազգակիցների հետ կմիավորվեն, կդառնան Great Ադրբեջան, Մեծ Ադրբեջան։ Իսկ իրականության մեջ ոնց է Ադրբեջանի թյուրքալեզուները եւ Ատրպատականի թյուրքալեզուները ինչքանով են իրար մոտ իրար համարում եղել։ Այսպես ասեմ, ելի պատկերավոր ասեմ, ես չեմ հանդիպել որևէ ադրպատականություն, որը երազում է մեռնել եւ թաղվել Բաքվում։ Պատկերավոր ասած, եւ որևէ բաքվեցի էլ կարծում եմ չկա, որը երազում է չգիտեմ թաղվել, այնինչ եթե ելի զուգահեռ բերեք, շատ սփյուռքահայեր երազում են Հայաստանին թաղվել։ Այս առումով տարբերությունը հսկայական է։ Ես պատկերավոր ներկայացրեցի պատկերը, անշուշտ այսպես ասած ինչ որ առումով եթե կարելի է այսպես ասել նաեւ գրեհկացնելով, բայց իրականության մեջ տարբերություններ կան, տարբերությունները հսկայական են։ Եթե ավելի գիտական մոտեցմամբ նայելու լինենք խնդրի, Արաքսի հյուսիսում եւ հարավում բնակվող գրեթե նույն լեզվով խոսող, որտեղ արդեն լեզվական տարբերություններն են բավական շատ են 200-250 տարի, երկու տարբեր պետությունների, այսպես ասած, վերահսկողության տակ գտնված տարածքներ են։ Եթե Արաքսից հյուսիս ինքնությունը նույն լեզվով խոսող զանգվածի ինքնությունը զարգանում է դեպի թյուրքականություն, ապա Արաքսից հարավ նույն լեզվով խոսող էթնիկական զանգվածի ինքնությունը հակառակ ուղղությամբ է զարգանում դեպի իրանականություն։ Հետևաբար ձևավորում է անջրպետ, բայց կա մի կարևոր հանգամանք։ Տեխնոլոգիական հարցակումը այս տարածքի վրա բավական հզոր է եւ այդ վեկտորը, որը գնացել է դեպի իրանականություն, հիմա որոշակի դարձ ունի դեպի թյուրքականություն, առավել եւս որ լեզուն կարևոր կրման է, երբ որ մարդը միացնում է եւ նայում է, ասենք ադրբեջանական ալիքը առանց լեզվական խնդիր ունենալու կամ փոքր խնդիրներ ունենալով եւ լսում է այդ ամեն ինչը։ Պրոպագանդան իր ազդեցությունը անշուշտ թողնում է, բայց սրա հետ մեկտեղ էլ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Խամենեի քաղաքը ատրպատականն է, ատրպատականցի է։ Երբևիցե չի կարելի ասել, որ Իրանի ամենաբարձր պաշտոնյան, չգիտեմ, մտածում է ոչ թե Իրանի համար, այլ ադրբեջանական հանրապետության շահերի համար կամ երկու ճակերտավոր ադրբեջանների միավորման համար։ Ես կուզեի մնայի ազգային ժողովրդի մասին եւ ինչ կապ ունի ասենք ադրբեջանցիներ այդ ազգային ժողովուրդը որտեղից առաջացել է ինչ կապ ունի ադրբեջանցիների հետ։ Այսպես եթե նայելու լինենք տարածքի բնակչությունը սոմատիկ հիմքը եթե նայելու լինենք էթնիկական հիմքը երկու տարբեր բոլորովին տարբեր զանգվածների վրա է ձևավորվել։ Ատրպատականի բնակչությունը ձևավորվել է տեղի իրանալեզու բնակչության վրա ատրպատականցիների վրա, գիտեք, Ատրպատականի թագավորությունը հայտնի փոքր Մարաստանի տարածքում։ Պատկերավոր ասած փոքր Մարաստանի իրանալեզու բնակչության թյուրքացման հետևանքով ի հայտ եկած բնակչությունը։ Արաքսից հյուսիս ընկած տարածքները բնակչությունը, թյուրքալեզու բնակչությունը, բնականաբար են հոսքերը հանած, որովհետև թյուրքեր կան, ցևեր կան, բայց եթե նայում եք այսօրվա շարքային Բաքվի բնակչին, շարքային Երևանի բնակչին եւ Թավրիզի բնակչին, եթե կանոնացնեք նույն շորերը հագցնեք, շատ դժվար կլինի տանվել մարդաբանորեն որովհետեւ հիմա Արաքսից հյուսիս ընկած տարածքում ձևավորվել է բնականաբար հիմնականում կովկասյան սուբստրատի հիման վրա, ենթաշերտի հիման վրա, գիտենք աղվանքներ այդ տարածքներում, չէ՞, Կուրիցեն կողմ ընկած տարածքում աղվանքներ, Կուրիցես կողմ Հայաստանն էր, չէ՞, Հայաստանի եւ աղվանքի սահմանը կուրգետներ, պատկերավոր ասած։ Ուրեմն այդտեղ կովկասալեզու բնակչությունը, որը միջնադարում, իսլամական միջնադարում գրեթե մեծամասնության մեջ, իր մեծամասնության մեջ դառնում է պարսկախոս, որովհետև տարածքում հայտնվում է իսլամական դինաստիա, արաբական ծագման Շիրվան շահերի դինաստիան, որը հետագայում պարսկականանումա դինաստիան արդեն ասացի Նիզամի, չգիտեմ, Խավանի եւ այլն, այդ շրջանում պարսկերը դառնում պրեստիժային լեզու, բնակչությունը արդեն Շիրվանի, որը նախկին աղվանքի հիմնականում է տարածքներ են ընդգրկում, տարածքում դառնում է պարսկալեզու։ Հետո գնում է պարսկալեզու բնակչության թյուրքականացում։ Հասկացաք, կոպիտ ասած, կովկասցիներն են դառնում թյուրքեր, Արաքսից հյուսիս, Արաքսից հարավ, ատրպատականցիները կամ փոքր Մարաստանի իրանալեզու բնակչությունը
անցնում է թուրքալեզվության, բայց գիտակցության առումով դեռևս դրանց թուրքեր համարել են այդքան էլ բավական բարդ խնդիր է, մի խոսքով առանձին քննարկման առարկա։ Բարձր հարցին պատասխանեցի։ Բանը, Նախիջևանը միացնետը Ադրբեջանը։ Քրդստանի։ Երկաթուղի եմ գրական լեզվի մասին որ ասացիք դա ուրեմն եթե կարելի մի երկու բառով արվեստայի մասին երկրորդը ուրեմն ինչպես էին այդ ժողովուրդները ասենք քույրերը, աստորիները, մարերը, բարբարացիները թողում մեզ հայերից մինչև 5-րդ դարի նկատի ունեմ եւ եթե կարելի մի երկու այսպես բանով այ մեր բանը հայերի ներգաղթը ուրեմն սովետական միլիցիաների շրջանում ինչպես է ի վերջո ազդել ներկայիս այն գոյության ժողովրդի, որը որ կա ազդեցության մասին, իհարկե թեման շատ մեծ է, եթե կարելի երկու բառով։ Ավեստայի լեզվի մասին ավեստազրադաշտականության սուրբ գիրքն է, լեզուն ինքը շատ արխայիկ վիճակ է ցույց տալիս, բայց որպես գրային հուշարձան Ավեստան դերի առնվել Սասանյանների օրոք։ Պատկերացրեք, ենթադրենք գրափարով, օրինակ եմ բերում, այդպես չի, գրափարով Աստվածաշունչը բերնեբերան փոխանցվել, չգիտեմ 5-րդ դարի լեզուն եւ գրի առնվել այսօրվա Հայաստանում, բայց այն լեզուն բնականաբար ինչքան աղճատումներ տեղի ունեցած կլիներ, որտեղ այդ լեզուն միայն ծիսական լեզու է, չէ, այլևս խոսակցական չի։ Հիմա Ավեստայի լեզուն ինքը արխայիկ լեզու է, բայց ուշ է գրի առնվել, իր ժամանակում գրի չի առնվել։ Վեդաների լեզվին հավասար ժամանակագրորեն լեզու է, բայց գրի առնվել Սասանյանների օրոք միայն։ Պարզ է, եթե ուզում ենք որոշարկել Ավեստայի լեզվի տեղը իրանական լեզուների համակարգին, բավական բարդ խնդիր է, որովհետև գիտնականների մի հատվածը համարում են արևելաիրանական լեզու, մի հատվածը համարում են հյուսիսարևմտյան իրանական լեզու, վեճը վերջնականապես լուծված չէ այս առումով, եթե նայելու լինենք ավելի գերակշիռ տեսակետներ կամ ավելի թույլ տեսակետներ, բայց ընդհանուր առմամբ վեճը կա։ Հիմա չէ, պարզապես որտեղ կարող է ոչ բոլորը իմանան Սասանյանները իշխել են 226-ից 642 թվականները։ Այսինքն խոսքը վերաբերում է գրի առնվել այդ շրջան։ 5-րդ դարում մոտավորապես այն ժամանակ, երբ որ այսպես ասած այդ գրային ամբողջ, եթե կարելի այսպես ասել, պորտկումը կար էլի հայերենի համար այգում են, վրացերենի համար այգում են ստեղծում Մեսրոպը գարգարացիների լեզվի համար չէ։ Երկրորդ մասը հայերենադարձությունը հայերենադարձությունը իրանահայերի հայեր։ Հա, ինչպես է մեզ կոչում ընդհանրապես։ Արդեն ասացի, Հայաստանը հանդիպում է Բիհիստունյան արձանագրության մեջ, չէ, Արմինա ձևով, չէ, այդ Արմինայա ձևով էլ հանդիպում է այդ տեղի բնակիչը հայը, այսպես ասած։ Հիմա միջին իրանական շրջանում պատկերավոր ասենք Պարթևների եւ Սասանյանների օրոք հայերը կոչվում են արմանիկ, կյովելի, ինչպես պարսիկն է։ Հասկանալի է։ Բնականաբար նոր պարսկերենում բառը ինչպես պետք է լիներ, այդ վերջիկը պետք է կորի եւ մնա արմանին, որը վերցնում են նաեւ այլ ժողովուրդներ եւս, ասենք թուրքերն են վերցնում, չգիտեմ, մյուս ժողովուրդներն են, ընդհանուր առմամբ աշխարհում բացի վրացիներից մյուս բոլորը մեզ գիտեն, չգիտեմ, արմանի, արմինի եւ այլն արմյանի անուններով վրացիները սոմեխի։ Հաջան։ Որպես շունեխի։ Սոմեխի։ Այդ շուներները աստորեն Չէ, դժվար է շուներները, վրացիները տեսածն են։ Առավել եւս մեկ դժվար։ Հայրենադարձությունը ես մասնագետ չեմ հայրենադարձության, գիտեմ, որ 40-ականներից է սկսվում, բայց դրանից առաջ էլ պարսկահայքի նշած այդ հայտնի բնակչությունը Թուրքմենչայի պայմանագրից հետո չէ տեղափոխվում է Արևելյան Հայաստան, Գրիբայեդովի հայտնի եւ այդ առումով Արարատյան դաշտը, որը Շահ Աբասի օրոք հայաթափվել էր եւ շրջակա տարածքները, այդ տարածքները եւս հայաթափվել են, Շահ Աբասը այդ ամբողջ բնակչությանը տարավ կենտրոնական Իրան, չէ, մի մասը ճանապարհին գաղթի ճանապարհին զոհվեց, չգիտեմ, գետի անցման ժամանակ հերթվեցին եւ այլն համաճարակների հետևանքով մի հատվածը հաստատվեց Իրանում, մեծ հաջողություններ ունեցավ Իրանում եւ ստեղծեց Իրանում առանձին մշակութային մի տարածք, չէ, Նոր Ջուղանի շրջապատով, հետագայում ինչու՞ չէ, նաեւ Թեհրանում առաջի տպարան
չգիտեմ, տարբեր առաջիններում հայերը Իրանի կյանքում խոշոր դերակատարություն ունեցած ժողովուրդներից մեկն են։ Եվ երկրորդ ամենակարևոր հանգամանքը, մենք մշտապես, տեսեք, Իրանը համարում ենք, չգիտեմ, ասենք, քուրդը Իրանի հանդեպ ինչ-որ հավակնություն ունի, ասում է Իրանը էսա Բելուջը ունի, չգիտեմ, բոլոր ժողովուրդներ ունեն։ Հայերը, որոնք Աքեմենյաններից ի վեր, թե այս տարածքներում ապրել են, թե այդ պետության համար կռվել են, սկսած, չգիտեմ, բոլոր իշխանությունների օրոքի յանական, Պարթևների ժամանակ, Սասանյանների ժամանակ, то չգիտեմ, Շահ Աբբասի ժամանակ նոր տիպի զորքը, թոֆանկչիները, հրացանակիները, թնդանոթաձիգները հիմնականում հայերն էին, այսինքն էլիտան զորքի կազմում էին հայերը, հայերիս համար չգիտես ինչու Իրանը օտար երկիր է եւ այսպես ասած մենք հավակնություններ չունենք։ Իրանից մենք կարող ենք պահանջել այն ամենը, ինչ որ պահանջում է Իրանից պարսիկը, քուրդը, բելուջը, թուրքմենը, չգիտեմ, եւ այլ ժողովուրդ։ Հայաստանի պատկերի վրա էլ եթե նայեք, որտեղ որ խոյի սարմաստի մակվի բարբարով են խոսում, բնականաբար այդ տարածքներից գաղթած են, մինչև Կարպիում, նույնիսկ Կարպիում խոյեցիներ են, էլի խոյից եկածները, դրանից հյուսիս արդեն չգիտեմ։ Երկու խոշոր գաղթականություն կա, որը Արևելյան Հայաստանի պատկերը փոխում է մինչև ցեղասպանությունը։ Դա այդ Բայազետի Արցախի գաղթականությունն է, Պարսկահայքի գաղթականությունը, հետագայում Կարապետ եպիսկոպոսինը, որը ազդում է Ջավախքի տարածքների վրա, հետո 15 թվականից հետո արդեն ամեն ինչ խառնվում է գաղթականության առումով։ Իսկ կարող է Իրանում առկա քրդական կառույցների պաշտոնական դիրքորոշումը իսլամական պետության հանդեպ եւ արդյոք Իրանի քրդերը քրդական կառույցների հետ օժանդակում են Սիրիայի հյուսիսում մարտահրավերներին։ Իրանում պաշտոնապես քաղաքական քրդական ուժ չկա եւ չի կարող լինել, այսինքն էթնիկական հիմքի վրա ստեղծված քաղաքական ուժերից Իրանում գործում է դաշնակցությունը միայն։ Եվ չնայած պետականորեն չի ճանաչվում, բայց այս մահանդերձ այդ պատգամավորները որպես կանոն Իրանի պարլամենտում ընտրվում են դաշնակցության ներկայացուցիչները։ Բայց նրանք ներկայանում են պարլամենտում ոչ թե որպես դաշնակցության կուսակցության ներկայացուցիչներ, այլ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այլ քաղաքական կառույցներ էթնիկական հիմքի վրա Իրանում կարելի ասել չկան, նույնը քրդերի դեպքում չկան, բայց Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը, այդ հայտնի կուսակցությունը Բարզանի առաջնորդությամբ, բնականաբար իր արմատներով Իրանից է սերում եւ այդ Բարզանիների տողումն էլ Իրանից է սերում, հետագայում Իրանում հայտնի է քրդական քրդերի ճնշման հետևանքով, քրդական խրխժդժությունների ճնշման հետևանքով դրանք տեղափոխվում են Իրաքի տարածք եւ այսօրվա Իրաքի քրդական շարժումը ինչ որ առումով որոշ մասով Իրանից է սերում։ Ինչ վերաբերում է Սիրիայի աջակցությանը եւ այլն, Իրանը անշուշտ օգտագործում է քրդերի գործոնը։ Այսինքն քրդերը երկսայրի, այսպես ասած, սրի ինչ որ առումով նման են Իրանի պարագային, մի կողմից վտանգ են, մյուս կողմից լծակ են ազդելու այլ խնդիրների վրա եւ Իրանը երկրորդից օգտվում է։ Համենայն դեպս բավական հաջող, ինչքանով որ ես տեղյակ եմ, ցույցեր են կազմակերպում, չգիտեմ, հետո ազդեցությունով Իրաքի քրդական։ Չէ, դուք չեք օգտվել եք։ Դուք նշեցիք այդ տարբեր երկրները, որ ուզում են ինչ-որ անկախություն եւ դրոշներ են ստեղծել, ես ուշադիր եղա հիմնականում ասպիական ապազանի Պարսից ծոցի եւ Մերձավոր Արևելքի հատվածում։ Ինչ եք կարծում։ Մեկը աշխարհից այլ Բելուջիստանն է։ Մի զգալի հատվածը սահմանակից են այդ հատվածը։ Նավթը կապ ունի, թե չէ։ Հա, ինչ եք կարծում, թե ինչ-որ տես մշակութային բնականաբար ինչ-որ առումով կապ ունի, բայց Ադրբեջանի պարագայում, այսպես ասած, հիմնական նավթը բաքվում է, հարավում նավթ չկա։ Այսպես կոչված ճակերտավոր հարավային Ադրբեջանում նավթ չկա։ Որևէ նավթային անկավոր չկա, Խուզիստանը բնականաբար խոշոր նավթաբեր կենտրոն է, Բելուջիստանում էլ նավթ չկա։ Իսկ այս նույն էթնիկ հարույցները կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի Իրանում էլ ստեղծվի արաբական գարնան նման ինչ-որ դեպքեր, օրինակ ավելի անկախ են, թե իրենց դուր է գալիս այդ Իրանում ստեղծված։ Իսկ դու այդ արաբական գարունից հիմա այնքան են վախենում, որ ոչ մեկ այլևս չի ուզում այդպիսի բաներ։ Բնականաբար վտանգ կա Իրանում, էթնիկական, այսպես ասած, սեպարատիզմի վտանգը կա, դա չի կարելի հերքել։ Այդ վտանգը միգուցե տարբեր է նշված տարածաշրջաններում տարբեր աստիճանի է, ասենք քրդերի եւ չգիտեմ, Ադրբեջանի պարագայում միգուցե ավելի զգալի է, քան
ենթադրենք Խուզիստանի կամ Բելուջիստանի պարագայում կամ ընդհակառակը, կա բնականաբար այդ վտանգը եւ նման վտանգ կա ցանկացած էթնիկական եւ լեզվական բազմազանություն ունեցող երկրի պարագայում։ Այլ հարցը թե երկու գործոն կա, որպեսզի այդ վտանգները աշխատեն կամ չաշխատեն։ Դա նախ եւ առաջ արտաքին ազդեցությունն է դրա վրա, երկրորդը ներքին հակազդեցությունը։ Ըստ որում ներքին հակազդեցությունը բացառապես չպետք է հասկանալ ճնշելու ճանապարհը։ Ճնշելու ճանապարհը շատ հաճախ կարող է բերել հակառակ էֆեկտի, ավելի հզորացնել խնդիրը, հասկանալի է։ Իրանի պարագայում համենայն դեպս երկու լծակներ կիրառվում են, թե ինչ-որ առումով ճնշելու, թե փաղաքշելու մեթոդաբանությունը։ Այլ խոսքերով ասած, ատրպատականցին գիտեք, Իրանում որևէ խնդիր չունի որևէ պաշտոն զբաղեցնելու առումով։ Ընդհանուր մինչև ամենաբարձրագույն պաշտոնը, այո, քուրդը եթե շիա է, նույնպես խնդիր չունի, եթե սուննի է, որոշակի սահմանափակումներ կան, չգիտեմ, Բելուջների մեջ իհարկե շատ սահմանափակ թվող շիաներ կան, բայց այսուհանդերձ եթե շիա է, խնդիր չունի։ Այսինքն Իրանի պարագայում ավելի շուտ շիա լինելու հանգամանքը ավելի կարևոր է, քան քաղաքական հաջողության հասնելու, քաղաքական որևէ դիրք զբաղեցնելու առումով, քան էթնիկական պատկանելություն։ Որևէ մեկը չի նայում, դու չգիտեմ, մազանդարանցի ես, գիլանցի ես, ատրպատականցի ես, թե ինչ ես, պաշտոնի առումով։ Եզդիների դասախոսությունը վաղը մենք ունենք առանձին մանրամասը կանդրադառնանք դրան, եթե թույլ տաք։ Չկա այսօր, խնդրեմ, ակտիվիստները։ Ես կուզենայի մի բան ասել, եթե Ադրբեջանը ստեղծվել է ադրբեջանի, այսինքն իրանական լեզվի ժողովուրդների վրա, չէ՞։ Հիմա այդ ստեղծման օրվանից մինչև հիմա Իրանի հետ ոչ մի ոնց որ թե հարաբերություն չունեն, բան չունեն, թուրքերի հետ այնքան լավ իրար հետ։ Մեծիծաղ մեղրախություն։ Այդ ոնց հասկանալ։ Բայց ինքը երբ ասեց, որ ստեղծել է իրանական լեզվի, եկել եմ հակառակն էր ասում ես ժամին ես։ Ատրպատականի։ Հակառակ բան էր ասում, ինքը Ուրեմն ատրպատականը Արաքսից հյուսիսն է, Ադրբեջանը Արաքսից կներեք ատրպատականը հարավը, Ադրբեջանը ավելի հյուսիս։ Բայց հիմա այդ Ադրբեջանը ինչ ցեղերի վրա է հիմնվել, թուրքական թե իրանական։ Եթե մենք նայենք ասացի ենթաշերտի առումով, ապա Կովկասի։ Էլ այգեք հարցը չտան, որ ստիպի կրկնել, եթե լսել եք չեք հասկացել, հարցը փակեք, որ դրա մասին խոսել է, եւ էթնիկ մասին էլ խոսած ասեց, թե ինչ Կովկասիները եւ այլն եւ լեզվի մասին։ Եկեք ուշադիր լսեք։ Որովհետեւ այդ ձեր հարցերը մյուսներին հնարավորություն խնդրեն։ Ուշադիր մի քիչ լսեք։ Մի հարցեր այն հետաքրքիր կազմել լինելով մեծաբյուջեական պետություն, լինելով արդեն 80-ականներից հետո նաև կրոնական հանրապետություն, այդքան հիմնավոր լինելով եւ այսօր ամբողջ աշխարհի կողմից որ տերորիստական է հիմնական, ֆինանսական, չգիտեմ, մարդկային մեծ ռեսուրս տրամադրող, արդյոք դա այդքան է այդպես է։ Իրանը որպես տերորիզմի հովանավոր։ Հա, որպես հովանավոր, այո, շատ այդպեսի բան։ Այդ հերթական առասպելն է ես ասում։ Եվ փաստորեն լինելով այդպես կրոնական եւ շիական պետություն, հայ համայնքը համարել է որպես քրիստոնյա, հա, հայերենին է, այդքան լավ վիճակում է գտնում, այսինքն մարդիկ եւ զարգանում են եւ կրոնի հետ եւ լեզվի ոչ մի խնդիր չունեն։ Ուրեմն այդ մի հակասությունը ո՞ն է, փաստորեն։ Տեսեք, հիմնականը, այսպես ասած, ահաբեկչական կառույցների այդ առասպելը հիմա դադարել է գրեթե աշխատելուց։ Եվ չի տարածվում, եւ այլևս դրան հավատացող չկա, որովհետեւ այս իսլամական պետության ֆոնի վրա Հեզբոլլահը ուղղակի հրեշտակի սպիտակ թևերով է հանդեսկա։ Այն, որ Իրանը օգնում է Հեզբոլլահին, բնականաբար միանշանակ Իրանը աջակցություն է տրամադրում ամեն տեսակի աջակցություն, եւ դա գաղտնիք չէ, բայց ինչքանով կարելի է Լիբանանի քաղաքական կյանքում զգալի մասնակցություն ունեցող խորհրդարանում ներկայացվածություն ունեցող ուժին համարել ահաբեկչական ուժ, դա այլ խնդիր է, դա արդեն ստանդարտներ են գործում, էլի։ ՔԲԿ-ն տեսեք, ՔԲԿ-ն մի կողմից ահաբեկչական կառույց է, մի կողմից, չգիտեմ, հիմա ՔԲԿ-ին Քոբանին օգնում են։ Բոլորը անխտիր օգնում են, բայց պաշտոնապես ճանաչված է Թուրքիայի, այսպես ասած, ջանքերով Քրդստանի բանվորական կուսակցությունը որպես ահաբեկչական կառույց։ Դա էլի այսպես ասած հակասական բան է։ Եթե մի ստանդարտ դնենք, շատերը դուրս կգան, ասենք օրինակ իսլամական պետության, ինչպես ասում են, հակով ստանդարտ, եթե կարելի լինենք, Հեզբոլլահը, չգիտեմ, մյուսները հաստատ դուրս կմնան այդ ահաբեկչական կառույցների բնորոշումից,
բայց տարբեր խնդիրներ կան, տարբեր քաղաքական շահեր կան։ Այս առումով միանշանական, որ Իրանը ահաբեկչությանը օժանդակող երկրներից չի։ Եթե ահաբեկչական ասելով հիմա ավելի շատ հասկանում են դա Ալ-Կաիդան, քան թե Հեզբոլլահին, էլի։ Եթե դու ասել ես Շուշան Հայրապետյան, ես կուզեի մի փոքր խոսել 1940 թվականի Մեհաբադի Սուդական Հանրապետության ստեղծման մասին, պայմանների մասին եւ ինչու ընդունել որտեղից 15 ամիս։ Ընդհանուր առմամբ Մեհաբադի Հանրապետությունը Ատրպատականում ծավալված, գիտեք, այստեղ ստեղծվեց առանձին հանրապետություն խորհրդային օկուպացիոն զորքերի արկայության պայմաններով եւ Մեհաբադի Հանրապետությունն էլ դրա շարունակությունն էր։ Եվ ինչքան էլ տարօրինակ թվա, այդ երկու հանրապետությունների առաջնորդներն էլ, երբ որ դրանք տապալվեցին, փախան խորհրդային միություն։ Գիտեք, Միր Մուստաֆա Բարզանին էլ եկավ, չգիտեմ, Փեշավարին էլ եկավ խորհրդային միություն, Փեշավարին հետո, եթե չեմ սխալվում, մեծամիլով ընկավ մեքենայի տակ, էլի 40-ական թվերին, որ ասենք 3-4 հատ մեքենա էր ընդհանրում փողոցում։ Այսպես։ Բայց մի կարևոր հանգամանք այդ հանրապետության կարճ տարիները բավական զգալի դեր ունեցան քրդական ինքնության, այսպես ասած, ձևավորման, բյուրեղացման, ակտիվացման առումով։ Շնորհակալություն։